Մի միլիոնատիրոջ միակ ժառանգը պայքարում է անբուժելի հիվանդության դեմ, որի առջ բժշկությունն անզոր է։ Առանձնատանը, որտեղ թանձր լռություն է տիրում, մի մաքրուհու նրա դստեր ժամանումը փոփոխություն է բերում։ Երեխան սկսում է հետաքրքրության փոքրիկ նշաններով արձագանքել իր լռակյաց ու զգայուն ընկերոջը։ Եթե հաղթահարման սիրո այս գեղեցիկ պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե Հայաստանի որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակելի։ Անձրը թակում էր առանձնատան պատուհանները, կարծես ուզում էր լվանալ այն ամբողջ տխրությունը, որ բնակություն էր հաստատել այդ լուռ սենյակներում։ Էդվարդ Մանուկյանը նայում էր մշուշոտ ապակու միջով, բայց նրա աչքերն իրականում չէին տեսնում այգու բնապատկերը։ Ամիսներ, գուցե տարիներ առաջ նա կորցրել էր աշխարհում որե գեղեցկություն նկատելու ունակությունը։ Ամեն ինչ կենտրոնացել էր երկրորդ հարկի այն սենյակում, որտեղ իր միակ որդին, Գաբրիելը, հյուծվում էր սպիտակ սավանների անդադար թարթող բժշկական սարքավորումների մեջ։ 42 տարեկան գործարարն այլս իրեն չէր ճանաչում հայելու մեջ։ Ջերմակ մազերը հայտնվել էին մեկ գիշերվա մեջ, աչքերի շուրջ գնճիռները խորացել էին, իսկ անթերի կոստյումը, որը նախկինում ուղեկցում էր նրան գործնական հանդիպումներին, փոխարինվել էր ճմրթված հագուստով, որը նա կրում էր օրեր շարունակ։ Մանուկյան շին ընկերությունը, որը նա զրոյից էր կառուցել, որը տարեկան միլիոնավոր եկամուտ էր բերում, այժմ աշխատում էր ինքնաշխատ ռեժիմով, ղեկավարվելով մենեջերների կողմից, որոնք որոշումներ էին կայացնում առանց նրա հետ խորհրդակցելու։ Էդվարդն ուղղակի այլս չէր կարողանում մտահոգվել պայմանագրերով, շահույթով կամ ձեռքբերումներով։ Այդ ամենը իմաստ չուներ, երբ իր 8-ամյա տղան այնտեղ էր, այդքան փոքր ու փխրուն այդ հսկայական մահճակալում։ Գաբրիելը ծնվել էր, երբ Էդվարդն ու Հելենն արդեն կորցրել էին երեխա ունենալու հույսը։ 15 տարվա ամուսնությունից հետո, երբ բժիշկները պնդում էին, որ դա անհնար է, հրաշքը տեղի ունեցավ։ Հելենը կատակում էր, թե Գաբրիելն իր աստվածային պարկն է, որ եկել է լրացնելու այն ընտանիքը, որի մասին այդքան երազել էին։ Նա հետաքրքրասեր, խելացի երեխա էր, լի աշխարհի մասին հարցերով։ Սիրում էր ինքնաթիռներ նկարել, երազում էր օդաչու դառնալ, վազվզում էր առանձնատնով մեկ, հետապնդելով կալվածքի կատուներին։ Նրա ծիծաղն արձագանքում էր միջանցքներում, շքեղ տունը վերածելով իսկական օջախի։ Բայց դա նախկինում էր։ Նախքան այն խորհրդավոր հիվանդությունը, որը սկսվեց անբացատրելի ջերմությամբ։ Նախքան այն հետազոտությունները, որոնք որե հստակ բան ցույց չտվեցին։ Նախքան այն մասնագետները, որոնք հավաքվում էին քննար։ Կում նշանակում ավելի ու ավելի բարդ բուժումներ հաջորդ շաբաթ վերադառնում նույն մտահոգ արտահայտություններով, նույն անորոշ բացատրություններով։ Գաբրիելը կամաց-կամաց կորցնում էր իր ուժերը, ինչպես մոմը, որը դանդաղ հանգչում է։ Դադարեց վազել, հետո երկար քայլել, հետո շատ խոսել, մինչ հասավ ներկայիս վիճակին։ Օրվա մեծ մասը պառկած, նայելով դատարկությանը, կարծես նրա հոգին անջատվել էր փոքրիկ մարմնից։ Եվ Հելենն այլս այնտեղ չէր, որ օգներ նրան դիմակայել այս ամենին։ Կնոջ հիշողությունը մի վերք էր, որ երբեք չէր սպիանում։ Հելենը մահացել էր 2 տարի առաջ, ավտովթարի զոհ դառնալով, հենց այսպիսի մի անձրոտ գիշեր։ Էդվարդը դեռ իրեն էր մեղադրում, որ չէր գնացել նրա հետից քրոջ տնից։ Եթե նա մինչ ուշ չաշխատեր, եթե ավելի շատ ուշադրություն դարձներ շուտ գալու նրա խնդրանքներին, գուցե Գաբրիելը դեռ կունենար իր մորը, որ հիմա հոգ տաներ նրա մասին, երբ նա ամենաշատն ուներ դրա կարիքը։ Հելենը միշտ ավելի լավ էր կարողանում հասկանալ տղայի զգացմունքները։ Նա հատուկ զգայունություն ուներ, խոսելու մի մեղմց, որը հանգստացնում էր ցանկացած մարդու։ Էդվարդը, մյուս կողմից, միշտ ավելի պրագմատիկ էր, ավելի ուղղամիտ։ Եվ հիմա նա իրեն լիովին կորցրած էր զգում որդու փխրունության առջ։ Միջանցքում լսված քայլերի ձայնը նրան վերադարձրեց իրականություն։ Բժիշկ Ռուբեն Պողոսյանը, մանկաբույժը, որը Գաբրիելին հետում էր գրեթե 1 տարի, բարձրանում էր աստիճաններով, գլխավոր բուժքրոջ Մարինեի ուղեկցությամբ։ Նրանք երկուսով գալիս էին շաբաթական զննում կատարելու, մի ծես, որից Էդվարդը սովորել էր վախենալ։ Ոչ թե որովհետ լավ նորությունների չէր սպասում, այլ որովհետ ամեն այցելության ժամանակ կարծես ավելի պարզ էր դառնում, որ նրանք պարտվում են պայքարում։ Բժիշկը 50 տարեկան մի տղամարդ էր, ամբողջովին ճերմակած մազերով, միշտ անթերի հագնված։ Նա կլինիկա ուներ Երանի ամենահեղինակավոր թաղամասում ամուր հեղինակություն։ Բարձր հասարակության ընտանիքների շրջանում։ Երբ Գաբրիելի մոտ սկսեցին ի հայտ գալ առաջին ախտանիշները, Էդվարդը ջանք չխնայեց, որպեսզի բժիշկ Պողոսյանը ստանձնի գործը։
Վճարեց չափազանց թանկ խորհրդատվությունների համար, տանը գործնականում փոքրիկ հիվանդանոց ստեղծեց, սարքավորումներ ներմուծեց Գերմանիայից։ Ոչինչ կարծես բավարար չէր։ Բարի օր, Էդվարդ ողջունեց բժիշկը, սենյակ մտնելով լուրջ արտահայտությամբ, որն արդեն ծանոթ էր դարձել։ Ինչպե՞ս է Գաբրիելն անցկացրել շաբաթը։ Ինչպես միշտ, պատասխանեց Էդվարդը, հոգնածությունից ծանրացած ձայնով։ Նա գրեթե չի խոսում, շատ քիչ է ուտում, ժամանակի մեծ մասը պառկած է։ Երեկ գիշեր նորից ջերմություն ունեցավ։ Բժիշկ Պողոսյանը գլխով արեց, նշումներ կատարելով իր պլանշետում։ Եկեք զննենք նրան։ Հնարավոր է, անհրաժեշտ լինի նորից կարգավորել դեղորայքը։ Երեքով բարձրացան Գաբրիելի սենյակ։ Մթնոլորտը միշտ կիսախավար էր, վարագույրները մասամբ փակված, որպեսզի չանհանգստացնեն տղայի զգայուն աչքերը։ Գաբրիելն արթուն էր, նայում էր առաստաղին, այն դատարկ արտահայտությամբ, որը վերջին ամիսն երին դարձել էր նրա այցեքարտը։ Տեսնելով մեծահասակների մուտքը, նա անգամ գլուխը չշրջեց։ Ողջույն Գաբրիել, ասաց բժիշկը, մոտենալով մահճակալին ստիպողաբար ժպիտով։ Այսօր ինչպես ես քեզ զգում։ Տղան չպատասխանեց։ Արդեն շաբաթներ էին, ինչ նա գործնականում ոչ ոքի հետ չէր խոսում, սահմանափակվելով ուղիղ հարցերին գլխով անելով կամ այն թափահարելով։ Էդվարդի սիրտը սեղմվում էր ամեն անգամ, երբ ականատես էր լինում այդ լռությանը։ Իր որդին, որը նախկինում այդքան շփվող էր, այժմ կարծես հրաժարվել էր աշխարհի հետ կապ հաստատելուց։ Բժիշկ Պողոսյանն իրականացրեց սովորական զննումը, ստուգելով սրտի զարկերը, զարկերակային ճնշումը, ջերմությունը։ Մարինեն, 40 տարեկան, գործունյա միշտ լուրջ մի կին, նշումներ էր անում դասավորում այն դեղամիջոցները, որոնք Գաբրիելը պետք է ընդուներ օրվա ընթացքում։ Դա տպավորիչ քանակություն էր, հակաբորբոքայիններ, վիտամիններ, հավելումներ, հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ։ Էդվարդը երբեմն մտածում էր, թե արդյոք դա չափից շատ չէ, բայց երբ հարցնում էր, բժիշկը բացատրում էր, որ յուրաքանչյուր դեղամիջոց ունի իր հատուկ գործառույթը հիվանդության ախտանիշների դեմ պայքարում։ Ինձ ամենաշատը անհանգստացնում է, ասաց բժիշկ Պողոսյանը զննումն ավարտելուց հետո բուժումներին արձագանքի բացակայությունը։ Հաջորդ շաբաթ կփորձենք նոր արձանագրություն։ Կա մի դեղամիջոց, որը վերջերս է ժամանել Գերմանիայից, դեռ փորձարարական փուլում է, բայց խոստումնալից արդյունքներ է ցույց տվել նմանատիպ դեպքերում։ Փորձարարական, հարցրեց Էդվարդը, խոժոռվելով։ Արդյոք դա անվտանգ է նրա համար։ Էդվարդ, Գաբրիելի վիճակը կրիտիկական է, պատասխանեց բժիշկը, ձայն իջեցնելով։ Մենք պետք է փորձենք բոլոր հնարավոր այլ ընտրանքները։ Այս դեղամիջոցը կարող է լինել մեր լավագույն հնարավորությունը։ Մարինեն լուռ մնաց, դեղերը դասավորելով մահճակալի կողքի սեղանիկին։ Էդվարդը նկատեց, որ նա լարված տեսք ունի, բայց դա վերագրեց իրավիճակի լրջությանը։ Վերջին ամիսներին ողջ բժշկական անձնակազմը կարծես ձվի կճեպի վրայով էր քայլում, երբ խոսում էր Գաբրիելի վիճակի մասին։ Բժշկի բուժքրոջ հեռանալուց հետո Էդվարդը մենակ մնաց որդու հետ։ Նստեց մահճակալի կողքի բ. ազգաթոռին, դիտելով Գաբրիելի գունատ դեմքը։ Տղան ուներ մոր նույն շագանակագույն աչքերը, բայց հիմա դրանք խամրած էին, անկենդան։ Էդվարդը ձեռքը մեկնեց մեղմորեն դիպավ որդու շիկահեր մազերին։ Ես այլս չգիտեմ ինչ անել, որդիս, մրմնջաց նա, զգալով, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Մայրդ կիմանար, ինչպես օգնել քեզ։ Նա միշտ գիտեր։ Ես այնքան եմ կարոտում նրան։ Եվ այնքան եմ վախենում քեզ էլ կորցնել։ Գաբրիելը թեթակի շրջեց գլուխը, մի քանի վայրկյան նայելով հորը, նախքան նորից առաստաղին հարվելը։ Այդ կարճատ տեսողական շփումը բավական էր, որ Էդվարդը հույսի մի ծակոց զգա։ Գուցե դեռ ինչ-որ բան կար իր տղայից այնտեղ, ներսում, որը պայքարում էր դուրս գալու համար։ Այդ գիշեր Էդվարդը գնաց առանձնատան առաջին հարկի աշխատասենյակ։ Պատերը ծածկված էին ընտանեկան լուսանկարներով, հարսանիքը Հելենի հետ, արձակուրդային ճամփորդություններ, Գաբրիելը մանուկ, Գաբրիելն անում է առաջին քայլերը, Գաբրիելը դպրոցի առաջին օրը։ Մի ամբողջ կյանքի ուրախություն, որն այժմ կարծես տեղի էր ունեցել մեկ այլ մարդու հետ, մեկ այլ իրականությունում։ Բացեց նոութբուքը, սկսեց տեղեկություններ փնտրել որդու հիվանդության մասին։ Սա առաջին անգամը չէր, որ դա անում էր, բայց միշտ հույս ուներ գտնել ինչ-որ նոր բան, ինչ-որ հեղափոխական բուժում, ինչ-որ մասնագետ բժիշկ, որը կարող էր այլ պատասխան տալ։ Համացանցը լի էր հրաշագործ բուժումների պատմություններով, երեխաների մասին, որոնք հաղթահարել էին անբացատրելի հիվանդու։
թյուններ, բայց նա շատ էին այն ընտանիքների պատմությունները, որոնք անցել էին նույն տառապանքի միջով երջանիկ ավարտ չէին ունեցել։ Նրան ընդհատեց հեռախոսի զանգը։ Եղբայրն էր, Արմանը, որն ամեն գիշեր զանգում էր, իմանալու, թե ինչպես է Գաբրիելը։ Ողջույն, Էդվարդ։ Ինչպես անցավ օրդ։ Բժիշկն այստեղ էր։ Ուզում է փորձել նոր, փորձարարական դեղամիջոց։ Իսկ դու համաձայն ես։ Էդվարդը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Չգիտեմ, Արման։ Երբեմն ես ինձ հարց եմ տալիս, արդյոք մենք իզուր չենք տանջում Գաբրիելին։ Նա այնքան շատ դեղեր է խմում, այնքան շատ հետազոտությունների միջով է անցնում։ Եվ ոչ մի բարելավում չեմ տեսնում։ Չի կարելի հանձնվել, եղբայր։ Գաբրիելին դու ուժեղ ես պետք։ Պարզապես ես ինձ այնքան անզոր եմ զգում։ Փող ունեմ վճարելու ցանկացած բուժման, աշխարհի ցանկացած բժշկի համար, բայց չեմ կարողանում փրկել սեփական որդուս։ Արմանը հոգոց հանեց գծի մյուս կողմում։ Մտածել ես երկրորդ կարծիք փնտրելու մասին։ Գուցե մեկ այլ բժիշկ, մեկ այլ հիվանդանոցում։ Արդեն խորհրդակցել եմ մի քանի մասնագետների հետ։ Բոլորը նույն եզրակացությանն են հանգում։ Գաբրիելի հիվանդությունը շատ հազվադեպ է, շատ ագրեսիվ։ Բժիշկ Պողոսյանը համարվում է հեղինակություն այդ հարցում։ Այդուհանդերձ, փորձելը չի խանգարի։ Երբեմն այլ հայացքը կարող է նոր տեսանկյուն բերել։ Հեռախոսն անջատելուց հետո Էդվարդը մտածում էր եղբոր խոսքերի մասին։ Գուցե իսկապես արժեր փնտրել այլ բժշկական կարծիքներ։ Բայց նա գիտեր, որ Հելենը շատ էր վստահում բժիշկ Պողոսյանին։ Հենց նա էր պնդել, որ բժիշկը ստանձնի գործը, երբ Գաբրիելի մոտ սկսեցին ի հայտ գալ առաջին ախտանիշները։ Հելենը միշտ սուր բնազդ ուներ մարդկանց հանդեպ, եթե նա վստահում էր բժշկին, նշանակում է, ինչ-որ առանձնահատուկ բան էր տեսնում նրա մեջ։ Հաջորդ առավոտ Էդվարդն արթնացավ ներքի հարկից լսվող ձայների աղմուկից։ Իջավ աստիճաններով գտավ Մարինեին, խոսելիս մի կնոջ հետ, որին չէր ճանաչում։ Անծանոթը պարզ արտաքինով մի տիկին էր, ծմազերը հավաքված հանգույցով, հագուստը մաքուր, բայց օգտագործումից մաշված։ Նրա կողքին կանգնած էր մոտ 7 տարեկան մի աղջիկ, լուռ, բռնած մոր ձեռքից շուրջ բոլորը դիտելով մեծ, ուշադիր աչքերով։ Բարի լույս, պարոն Էդվարդ, ասաց Մարինեն։ Սա Կարինե Սարգսյանն է, նոր մաքրուհին։ Աշխատանքի գործակալությունն է նրան ուղարկել 3, հիշում եք, որ խնդրել էիք մեկին վարձել տան մաքրությանն օգնելու համար։ Էդվարդը լիովին մոռացել էր։ Վերջին շաբաթներին, երբ ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Գաբրիելի վրա, տնային կառավարման շատ մանրամասներ անտեսվել էին։ Առանձնատունն իսկապես լրացուցիչ խնամքի կարիք ուներ, հատկապես բժիշկների, բուժքույրերի տեխնիկների մշտական շարժի պայմաններում։ Իհարկե, պատասխանեց Էդվարդը, ձեռքը մեկնելով Կարինեին։ Բարի գալուստ։ Կարինեն հոգնած տեսք ուներ, բայց նրա աչքերը լուռ ուժ էին հաղորդում։ Շատ շնորհակալ եմ հնարավորության համար, պարոն։ Սա իմ դուստրն է, Սոֆյան։ Հուսով եմ, դեմ չեք լինի, որ նա աշխատանքի ընթացքում ինձ հետ լինի։ Ոչ ոք չկա, ում հետ թողնեմ նրան։ Էդվարդը նայեց աղջկան, որը նրան ողջունեց գլխի ամաչկոտ շարժումով։ Սոֆյան ուներ գանգուր շագանակագույն մազեր, թուխ մաշկ կրում էր պարզ, բայց խնամված զգեստ։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որ հիշեցնում էր Գաբրիելին, երբ նա ավելի փոքր էր։ Զուսպ հետաքրքրասիրություն, մի խելք, որ փայլում էր աչքերում։ Խնդիր չկա, պատասխանեց Էդվարդը։ Միայն խնդրում եմ, որ առավոտյան հեռու մնաք երկրորդ հարկից։ Որդիս լավ չի զգում, հանգստության կարիք ունի։ Իհարկե, պարոն։ Սոֆյան շատ հանգիստ է, դուք անգամ չեք նկատի, որ նա այստեղ է։ Մարինեն ուղեկցեց Կարինեին, ցույց տալու տունը բացատրելու մաքրության կարգը։ Էդվարդը վերադարձավ աշխատասենյակ, բայց չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Երկար ժամանակ անց առաջին անգամ առանձնատանը տարբեր ձայներ էին արձագանքում։ Կարինեն խոսելու մեղմ ուներ, գրեթե շշուկով, իսկ Սոֆյան լիովին լուռ էր։ Այնուամենայնիվ, նրանց ներկայությունը նոր էներգիա բերեց միջավայրին։ Ճաշի ժամանակ Էդվարդը բարձրացավ, ստուգելու, թե ինչպես է Գաբրիելը։ Գտավ տղային նույն դիրքում, ինչպես միշտ, պառկած նայելով դատարկությանը։ Բայց երբ մոտեցավ պատուհանին, վարագույրները կարգավորելու, ներքում մի տարբեր բան նկատեց։ Այգում, լողավազանի մոտ, Սոֆյան նստած էր ծառի տակ, նկարելով փոքրիկ տետրում։
Նա կարծես լիովին տարված էր գործով, անտարբեր շուրջբո Լորի նկատմամբ։ Մի քանի րոպե Էդվարդը դիտում էր աղջկան։ Նրա շարժումներում մի հանգստություն կար, մի կենտրոնացում, որը հակադրվում էր տանը շրջանառվող բժշկական անձնակազմի մշտական եռուզեռին։ Սոֆյան նկարում էր ճշգրիտ շարժումներով, դադար էր տալիս, հեռվում ինչ-որ բան դիտելու, նորից վերադառնում նկարելուն։ Ժամանակ առ ժամանակ նա աչքերը բարձրացնում էր դեպի երկրորդ հարկի պատուհանները, կարծես զգում էր, որ իրեն դիտում են։ Գաբրիել, մեղմորեն կանչեց Էդվարդը, ուզում ես մի հետաքրքիր բան տեսնել։ Տղան անմիջապես չարձագանքեց, բայց մի քանի վայրկյան անց գլուխը շրջեց դեպի հայրը։ Էդվարդը զգուշությամբ նրան գրկեց տարավ պատուհանի մոտ։ Տեսնում ես այն աղջկան ներքում։ Նա այսօր մոր հետ է եկել։ Կարծես թե սիրում է նկարել, ինչպես դու էիր սիրում։ Գաբրիելը նայեց հոր ցույց տված ուղղությամբ։ Մի պահ նրա աչքերը կարծես թեթակի աշխուժացան։ Սոֆյան, կարծես զգալով հայացքը, գլուխը բարձրացրեց, զուսպ թափահարեց ձեռքը դեպի պատուհանը։ Գաբրիելը հետ չթափահարեց, բայց շարունակեց դիտել աղջկան, մինչ Էդվարդը նրան նորից դրեց մահճ։ Ակալին։ Այդ գիշեր, երկար ժամանակ անց առաջին անգամ, Գաբրիելը սովորականից մի փոքր ավելի շատ կերավ։ Նա ջերմություն չունեցավ, քնեց առանց այն մղձավանջների, որոնք հաճախ արթնացնում էին նրան։ Էդվարդը չգիտեր, դա զուգադիպություն էր, թե ոչ, բայց տան մթնոլորտում ինչ-որ բան փոխվել էր։ Կարծես մի մեղմ զեփյուռ էր ներս մտել ամիսներ անց առաջին անգամ, իր հետ բերելով այն հավանականությունը, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է լավանալ։ Կարինեն Սոֆյան վերադարձան հաջորդ օրը հաջորդ օրերին։ Տան առօրյան սկսեց բնականոն կերպով վերադասավորվել նրանց երկուսի զուսպ ներկայության շուրջ։ Կարինեն աշխատում էր լռությամբ, միշտ ուշադիր բժիշկների բուժքույրերի ժամերին, երբեք չխանգարելով բուժանձնակազմի շարժին։ Սոֆյան շարունակում էր նկարել այգում, միշտ նույն տեղում, միշտ կենտրոնացած իր միայնակ զբաղմունքի վրա։ Էդվարդը սկսեց ավելի ուշադիր դիտել նրանց։ Կարինեն ուներ բնական արդյունավետություն, որն աննկատ չէր մնում։ Նա յուրաքանչյուր սենյակ մաքրում էր այնպես, կարծես դա իր սեփական տունն էր, հատուկ ուշադրություն դարձնելով մանրամասներին։ Իսկ Սոֆյան, չնայած իր փոքր տարիքին, տպավորիչ հասունություն էր ցուցաբերում։ Երբեք ոչինչ չէր խնդրում, երբեք չէր բողոքում, երբեք աղմուկ չէր հանում։ Կարծես բնազդաբար հասկանում էր, որ այդ տունը նուրբ պահ էր ապրում, որ իր ներկայությունը պետք է լիներ հնարավորինս զուսպ։ Այդ առաջին շաբաթվա հինգշաբթի օրը Էդվարդը իջավ նախաճաշելու գտավ Կարինեին, խոհանոցը կարգի բերելիս։ Նա բուրավետ սուրճ էր պատրաստել, որը ողջ տունը լցրել էր հաճելի բույրով։ Բարի լույս, Կարինե։ Ինչպես եք հարմարվում այստեղ։ Շատ լավ, պարոն Էդվարդ։ Գեղեցիկ տուն է, շատ խնամված։ Իսկ Սոֆյան։ Նա չի ձանձրանում, ամբողջ օրն այստեղ անցկացնելով։ Կարինեն ժպտաց առաջին անգամ, իր գալուց ի վեր։ Սոֆյան միշտ հանգիստ աղջիկ է եղել։ Փոքրուց նա ավելի շատ սովորում է դիտելով, քան հարցնելով։ Նրան այստեղ դուր է գալիս։ Ինչու է նա միշտ նույն տեղում նկարում։ Նա ասաց, որ այնտեղից կարողանում է տեսնել ամբողջ երկինքը։ Ասում է, որ սիրում է ամպեր նկարել։ Էդվարդը գլխով արեց, կրծքում տարօրինակ ծակոց զգալով։ Գաբրիելը նույնպես։ Ովորաբար ասում էր, որ ուզում է դիպչել ամպերին, երբ մեծանա օդաչու դառնա։ Դա այն փոքրիկ զուգադիպություններից էր, որոնք ստիպում էին Էդվարդին մտածել, թե արդյոք այս ամբողջ իրավիճակում ինչ-որ առանձնահատուկ բան չկա։ Այդ կեսօր, երբ բժիշկ Պողոսյանը եկավ իր շաբաթական այցելության, Էդվարդը նշեց նոր մաքրուհու նրա դստեր ներկայության մասին։ Նրանք բոլորովին չեն խանգարում, հավաստիացրեց նա։ Իրականում, կարծում եմ, նույնիսկ այլ էներգիա են բերել տուն։ Բժիշկը մտահոգ արտահայտություն ընդունեց։ Էդվարդ, դուք գիտեք, որ Գաբրիելի իմունային համակարգը թուլացած է։ Ցանկացած շփում դրսի մարդկանց հետ կարող է վարակի վտանգ ներկայացնել։ Բայց նրանք հեռու են մնում նրա սենյակից։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր այստեղ աշխատում են, անցնում են կանոնավոր բժշկական զննումներ։ Այդուհանդերձ, ավելի լավ է զգույշ լինել։ Գաբրիելի վիճակը չափազանց նուրբ է, ավելորդ ռիսկերի դիմելու համար։ Բժշկի հեռանալուց հետո Էդվարդը մտածում էր խոսակցության մասին։ Մի կողմից հասկանում էր Գաբրիելի առողջության վերաբերյալ մտահոգությունը։ Մյուս կողմ
Ից երկար ժամանակ անց առաջին անգամ զգում էր, որ տանը ինչ-որ դրական բան է տեղի ունենում։ Եվ տպավորություն ուներ, որ հենց Գաբրիելն էր այլ կերպ արձագանքում նրանց երկուսի ներկայությանը։ Որոշեց խոսել Կարինեի հետ իրավիճակի մասին։ Գտավ նրան այգում, դիտելիս, թե ինչպես է Սոֆյան նկարում։ Աղջիկը նկարում էր մի տուն, մի քանի պատուհաններով, դրանցից մեկում մի փոքրիկ կերպար կար, որը կարծես երեխա լիներ։ Կարինե, ես պետք է ձեզ հետ մի բանի մասին խոսեմ։ Իհարկե, պարոն։ Որդուս բժիշկը անհանգստացած է վարակի վտանգով։ Դա ձեզ դեմ անձնական ոչինչ չէ, բայց Գաբրիելի իմունային համակարգը շատ թույլ է։ Կարինեն հասկացողությամբ գլխով արեց։ Լիովին հասկանում եմ, պարոն։ Տղայի առողջությունն առաջին տեղում է։ Եթե անհրաժեշտ է, կարող եմ աշխատանքի գալ այն օրերին, երբ նա տանը չի լինի, կամ այլ ժամերի։ Չեմ ուզում, որ դուք այստեղից գնաք, ասաց Էդվարդը, զարմանալով սեփական վճռականության վրա։ Ես նորից կխոսեմ բժշկի հետ։ Գուցե կարողանանք միծ գտնել երկուսը համատեղելու համար։ Սոֆյան վեր նայեց, լսելով խոսակցությունը։ Իր գալուց ի վեր առաջին անգամ նա խոսեց։ Պատուհանի տղան տխուր է։ Էդվարդն ու Կարինեն իրար նայեցին։ Ինչպես գիտես դա, հարցրեց Էդվարդը, խոնարհվելով աղջկա հասակին։ Ես երբեմն տեսնում եմ նրան։ Նա վերից նայում է տխուր աչքերով։ Ճիշտ ինչպես իմ փոքրիկ եղբայրը, լավանալուց առաջ։ Քո փոքրիկ եղբայրը հիվա՞նդ էր, հարցրեց Էդվարդը։ Կարինեն պատասխանեց։ Սոֆյան փոքր եղբայր ունի, որը մանուկ հասակում առողջական խնդիր է ունեցել։ Նա միշտ շատ զգայուն է եղել այդպիսի բաների նկատմամբ։ Եվ նա լավացավ։ Այո, պարոն։ Ժամանակ պահանջվեց, բայց լավացավ։ Էդվարդը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում։ Հույսի մի փոքրիկ կայծ, որը նա սովորել էր խեղդել, հիասթափություններից խուսափելու համար։ Բայց ահա այն նորից վառված, ծնվելով 7 տարեկան մի աղջկա պարզ խոսքերից, որը աշխարհին նայում էր հասկացողությամբ լի աչքերով։ Հայացքների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ կիրակի առավոտյան, երբ Կարինեն չէր աշխատում, տունը տարբեր լռություն էր շնչում։ Էդվարդը խնդրել էր բժշկական անձնակազմին կրճատել այցելությունները հանգստյան օրերին, Գաբրիելին գոնե 2 օր խաղաղություն տալու հուսահատ փորձով։ Մարինեն դեռ գալիս էր դեղորայքը տալու, բայց մյուս մասնագետները հայտնվում էին միայն արտակարգ իրավիճակներում։ Էդվարդը այգում էր, փորձելով կարդալ մի քանի պայմանագրեր, որոնք Արմանը պնդել էր, որ նա հաստատի, երբ դարպասի մոտ շարժ նկատեց։ Սոֆյան էր, մենակ, կանգնած կալվածքի դրսու։ Աղջիկը նայում էր ճաղերի միջով մտածկոտ արտահայտությամբ, կարծես մի կարևոր որոշում էր կայացնում։ Սոֆյա կանչեց Էդվարդը, մոտենալով դարպասին։ Ինչ ես անում այստեղ։ Ո՞ւր է մայրդ։ Նա գնաց դեղատուն մեր հարանուհի տիկին Անուշի համար դեղ բերելու, պատասխանեց Սոֆյան այն մեղմ ձայնով, որն Էդվարդն արդեն սովորել էր ճանաչել։ Ես ուզում էի տեսնել, արդյոք տխուր տղան լավացել է։ Էդվարդը սրտում սեղմում զգաց։ Ինչպես գիտեիր, որ ես տանն եմ։ Չգիտեի։ Բայց մտածեցի, որ նա գուցե ընկերոջ կարիք ունի։ Այդ պատասխանի մեջ այնքան մաքուր պարզություն կար, որ Էդվարդը տեսավ, թե ինչպես է բացում դարպասը, նույնիսկ հետանքների մասին չմտածելով։ Կուզես մի փոքր ներս մտնել։ Բայց չես կարող վեր բարձրանալ Գաբրիելին տեսնելու։ Նա շատ թույլ է։ Սոֆյան լրջորեն գլխով արեց։ Գիտեմ։ Մայրիկս բացատրել է, որ նա հիվանդություն ունի, որը մարդկանց շատ է հոգնեցնում։ Նրանք միասին քայլեցին դեպի այգի, որտեղ Սոֆյան բնազդաբար ուղղվեց դեպի նույն տեղը, որտեղ սովորաբար նկարում էր շաբաթվա ընթացքում։ Էդվարդը նկատեց, որ նա իր հետ բերել էր մի փոքրիկ ուսապարկ, որտեղից հանեց նկարչական տետրը մի քանի գունավոր մատիտներ։ Կարող եմ մի բան հարցնել, Սոֆյա։ Կարող եք։ Ինչու ես դու միշտ նկարում, նայելով Գաբրիելի պատուհանին։ Սոֆյան դադարեցրեց մատիտները դասավորելը, ուղիղ նայեց Էդվարդին։ Զարմանալի էր, թե ինչպես կարող էին այդ երեխայի աչքերն այդքան խորություն փոխանցել։ Որովհետև երբեմն մարդիկ այնքան են տխրում, որ մոռանում են, թե դեռ գեղեցիկ բաներ կան աշխարհում։ Երբ իմ փոքրիկ եղբայրը հիվանդ էր, ես նկարում էի, որ նա հիշի, որ թիթեռները դեռ կան, որ ары դեռ ամեն օր ծագում է, որ ես դեռ այնտեղ եմ։ Էդվարդը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Եվ դա օգնեց։
Երկար տեց, բայց օգնեց։ Նա սկսեց նայել իմ նկարներին, հետո ուզեց բռնել մատիտը, հետո ուզեց ինձ հետ նկարել։ Բժշկուհին ասաց, որ երբ նա նորից սկսեց նկարել, այն ժամանակ իմացավ, որ նա լավանալու է։ Որ բժշկուհին։ Բժիշկ Լուսինեն, մեր տան մոտի պոլիկլինիկայից։ Նա հոգ տարավ իմ եղբոր մասին, երբ նա թոքաբորբ ուներ։ Մայրիկս ասում է, որ նա հրեշտակի ձեռքեր ունի։ Էդվարդը հետաքրքրվեց։ Սոֆիայի փորձառությունը եղբոր հիվանդության հետ կարծես շատ տարբեր էր այն ճանապարհից, որը նա անցնում էր Գաբրիելի հետ։ Ինչպես էր քո եղբոր բուժումը։ Բժիշկ Լուսինեն քիչ տեղեր տվեց, բայց ասաց, որ ամենակարևորը այն է, որ նա չտխրի։ Նա ասաց, որ երբ երեխան շատ է տխրում, նրա մարմինը մոռանում է, թե ինչպես նորից ուժեղանալ։ Աղջկա խոսքերն արձագանքեցին Էդվարդի մտքում։ Գաբրիելն այնքան շատ դեղամիջոցներ էր ընդունում, որ երբեմն Էդվարդը մտածում էր, թե արդյոք տղայի մարմինը ծանրաբեռնված չէ։ Բայց բժիշկ Պողոսյանը միշտ հավաստիացնում էր, որ յուրաքանչյուր դեղամիջոց էական է։ Սոֆիա, կարող եմ տեսնել քո նկարները։ Աղջիկն առանց վարանելու բացեց տետրը։ Էջերը լի էին գունավոր նկարներով, տներ ծաղկած այգիներով, խաղացող երեխաներ, ժպտացող կենդանիներ, սրտած ամպեր։ Բայց կային նա մի քանի տարբեր նկարներ, մի երեխա մահճակալում, շրջապատված սպիտակ հագուստով մարդկանցով, տխուր արտահայտությամբ։ Մեկ այլ նկարում նույն երեխան ոտքի վրա էր, բռնած մեկ այլ երեխայի ձեռքից, երկուսն էլ ժպտում էին։ Սա քո եղբայր է, հարցրեց Էդվարդը, մատնացույց անելով երկրորդ նկարը։ Այո։ Սա այն ժամանակ է, երբ նա լավացավ։ Նա իմ ձեռքն է բռնել, որովհետև ես խոստացել էի, որ նրա հետ կմնամ, մինչ նա այլս վախենալու կարիք չունենա։ Էդվարդը թերթեց մի քանի էջ գտավ վերջին նկարներ, որոնք ակնհայտորեն պատկերում էին առանձնատունը։ Կար տան նկարը դրսից, մեկ այլ նկար, այգին ծառով, որտեղ Սոֆիան սովորաբար նստում էր, մի վերջին նկար, որը գրավեց նրա ուշադրությունը, երկրորդ հարկի պատուհանը, որտեղից մի երեխա նայում էր ներք, իսկ այգում մեկ այլ երեխա նայում էր վեր։ Նրանց միջ Սոֆիան նկարել էր փոքրիկ թռչող սրտեր։ Այս նկարը։ Դա պատուհանի տղան է ես։ Կարծում եմ, նա ուզում է իմ ընկերը լինել, բայց չգիտի ինչպես։ Այդ պահին Էդվարդը լսեց մոտեցող քայլեր։ Մարինեն էր, որ եկել էր Գաբրիելին կեսօրվա դեղորայքը տալու։ Բուժքույրը զարմացած թվաց, տեսնելով Սոֆիային այնտեղ։ Պարոն Էդվարդ, կարծում էի մենք պայմանավորվել էինք, որ ավելի լավ է խուսափել այցելություններից։ Սոֆիան այցելու չէ, Մարինե։ Նա Կարինեի դուստրն է, մեր աշխատակցուհու։ Մարինեն նայեց Սոֆիային մի արտահայտությամբ, որը Էդվարդը չկարողացավ վերծանել։ Այդուհանդերձ, պարոն։ Բժշկական արձանագրությունը հստակ է Գաբրիելի մեկուսացման վերաբերյալ։ Սոֆիան փակեց տետրը, սկսեց մատիտները դնել ուսապարկի մեջ։ Ես արդեն գնում էի։ Մայրիկս պետք է որ վերադառնա դեղատնից։ Դրա համար գնալու կարիք չկա, ասաց Էդվարդը, բայց Սոֆիան արդեն ոտքի էր կանգնել։ Ամեն ինչ կարգին է, պարոն Էդվարդ։ Ես երկուշաբթի կվերադառնամ մայրիկիս հետ։ Սոֆիայի հեռանալուց հետո Էդվարդը Մարինեի հետ բարձրացավ Գաբրիելի սենյակ։ Տղան արթուն էր, նայում էր պատուհանից դուրս։ Երբ Էդվարդը մոտեցավ, նկատեց, որ Գաբրիելն աչքերով հետում է փողոցով հեռացող Սոֆիայի կերպարին։ Տեսա՞ր աղջկան, որդիս։ Գաբրիելը գրեթե աննկատ գլխով արեց։ Դա շաբաթներ շարունակ նրա ցուցաբերած առաջին հստակ արձագանքն էր։ Մարինեն պատրաստեց ներարկիչը կեսօրվա դեղորայքով։ Էդվարդը նայեց դեղի քանակությանը, խոժոռվեց։ Մի քիչ շատ չէ։ Նրա չափի երեխայի համար։ Սա այն չափաբաժինն է, որը բժիշկ Պողոսյանն է նշանակել, պարոն։ Նա գիտի, թե ինչ է անում։ Բայց Գաբրիելը շատ է նիհարում։ Երբեմն մտածում եմ, արդյոք ավելի լավ չէր լինի մի փոքր նվազեցնել դեղամիջոցները, թողնել, որ նրա մարմինը հանգստանա։ Մարինեն դադարեցրեց իր գործը, վճռականորեն նայեց Էդվարդին։ Պարոն Էդվարդ, ամբողջ հարգանքով, դուք բժիշկ չեք։ Եթե սկսենք կասկածի տակ դնել յուրաքանչյուր նշանակում, կարող ենք Գաբրիելի կյանքը վտանգի ենթարկել։ Էդվարդը լռեց, բայց շարունակեց դիտել, թե ինչպես է Մարինեն ներարկում անում։ Գաբրիելը ցավից դեմ գրեց, նրա շնչառությունը մի փոքր ավելի ծանրացավ։ Րոպեներ անց տղայի մոտ սկսեցին քնկոտության նշաններ ի հայտ գալ։
Նա միշտ այսպես է լինում դեղորայք։ Ից հետո? Դա նորմալ է։ Նրա օրգանիզմը հանգստի կարիք ունի, բուժումը յուրացնելու համար։ Մարինեի հեռանալուց հետո Էդվարդը մենակ մնաց Գաբրիելի հետ։ Տղան քնել էր, բայց դա հանգիստ քուն չէր թվում։ Նրա ճակատը կնճռոտված էր, կարծես վատ երազներ էր տեսնում։ Էդվարդը նստեց մահճակալի կողքի բազկաթոռին, դիտում էր որդու քունը։ Այդ ժամանակ նա տարօրինակ բան նկատեց։ Մահճակալի կողքի սեղանիկին մի գրություն կար, որը Մարինեն աննկատ գցել էր։ Էդվարդը վերցրեց թուղթը, տեսավ, որ դա ձեռագիր հիշեցում էր։ Արձանագրություն բ պահպանել ընթացիկ չափաբաժինը, շաբաթական հաշվետվություն լաբորատորիայի համար։ Լաբորատորիա։ Էդվարդը երբեք չէր լսել Գաբրիելի բուժման մեջ ներգրավված որևէ լաբորատորիայի մասին։ Բժիշկ Պողոսյանը միշտ խոսում էր այն հիվանդանոցի մասին, որտեղ աշխատում էր, բայց երբեք չէր նշել հետազոտական լաբորատորիաների հետ համագործակցության մասին։ Էդվարդը թուղթը դրեց գրպանը, որոշելով հաջորդ այցելության ժամանակ հարցնել այդ մասին։ Բայց նրա մեջ սկսեց աճել մի տարօրինակ զգացում, մի զգացողություն, որ որդու բուժման մասին բաներ կային, որոնք նա չգիտեր։ Երկուշաբթի օրը Կարինեն Սոֆյան վերադարձան աշխատանքի։ Էդվարդն անցկացրել էր հանգստյան օրերը, մտածելով Սոֆյայի հետ զրույցի գտած խորհրդավոր գրության մասին։ Որոշեց ավելի ուշադիր հետել Գաբրիելի բժշկական առօրյային։ Կարինե, ասաց Էդվարդը, երբ գտավ նրան խոհանոցը կարգի բերելիս, կարող եմ մի անձնական հարց տալ։ Իհարկե, պարոն։ Երբ ձեր կրտսեր որդին հիվանդացավ, որքան տեց բուժումը։ Կարինեն դադարեցրեց ամանները չորացնելը, մի պահ մտածեց։ Մոտ 3 շաբաթ։ Բժիշկ Լուսինեն ասաց, որ մանկական թոքաբորբը, երբ ճիշտ է բուժվում, երկար չի տում։ Կարորը նրա օրգանիզմը չծանրաբեռնելն էր։ Ինչպես ծանրաբեռնել։ Նա բացատրեց, որ հիվանդ երեխան դեղի կարիք ունի, բայց նա քնքշանքի, հույսի, լավանալու ցանկության պատճառի կարիք ունի։ Երբ մենք միայն հիվանդությանն ենք նայում, մոռանում ենք երեխային նայել, բուժումը ճիշտ չի աշխատում։ Էդվարդը գլխով արեց։ Եվ դուք հետել եք որևէ հատուկ արձանագրության։ Բժշկուհին 1 շաբաթ հակաբիոտիկ տվեց, 2 շաբաթ վիտամիններ, մեզ հանձնարարեց անել բաներ, որոնք կուրախացնեին Լուկասին։ Երգել նրա համար, պատմություններ պատմել, նկարներ ցույց տալ։ Նա ասաց, որ ուրախությունը նույնպես դեղ է։ Ուրախությունը նույնպես դեղ է։ Էդվարդը մտքում կրկնեց արտահայտությունը։ Երբ էր վերջին անգամ, որ Գաբրիելը որևէ ուրախություն էր ցուցաբերել։ Երբ էր վերջին անգամ, որ ինչ-որ մեկը փորձել էր տղային ժպտացնել, պարզապես դեղորայք տալու փոխարեն։ Պարոն Էդվարդ, ասաց Կարինեն, ձայն իջեցնելով, կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Այստեղ գալո։ Ուծս ի վեր ես նկատել եմ, որ տղան շատ դեղ է խմում։ Շատ։ Լուկասը երբ հիվանդ էր, օրական 2 դեղամիջոց էր ընդունում։ Այստեղ ես տեսնում եմ, թե ինչպես է բուժքույրը օրական մի քանի անգամ դեղերով լիսկ ուտեղներով վեր բարձրանում։ Էդվարդը ստամոքսում սեղմում զգաց։ Կարծում եք, դա չափից շատ է։ Ես բժիշկ չեմ, պարոն։ Բայց ես մայր եմ։ Եվ մի բան, որ սովորել եմ, այն է, որ երբ երեխան չափից շատ դեղ է ընդունում, երբեմն նա հիվանդանում է հենց դեղի պատճառով։ Խոսակցությունն ընդհատվեց բժիշկ Պողոսյանի ժամանումով, որը եկել էր իր շաբաթական այցելության։ Էդվարդը բարձրացավ ուղեկցելու զննմանը, բայց այս անգամ ուշադրություն դարձրեց այն մանրամասներին, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Բժիշկը զննեց Գաբրիելին նույն արդյունավետությամբ, ինչպես միշտ, բայց Էդվարդը նկատեց, որ նա գործնականում չի խոսում տղայի հետ։ Չէր հարցնում, թե ինչպես է Գաբրիելն իրեն զգում, ցավ ունի, թե վախենում է։ Դա զուտ տեխնիկական զննում էր։ Բժիշկ Պողոսյան, ասաց Էդվարդը, ես բուժման վերաբերյալ հարց ունեմ։ Իհարկե։ Որքան ժամանակ է։ Սովորաբար տում այնպիսի բուժում, ինչպիսին Գաբրիելն է ստանում։ Բժիշկը դադար տվեց։ Էդվարդ, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է։ Գաբրիելի հիվանդությունը բարդ է, պահանջում է երկարատ հսկողություն։ Բայց արդեն գրեթե 1 տարի է։ Չկա որևէ գնահատված ժամկետ նշանակալի արդյունքներ տեսնելու համար։ Մենք արդյունքներ տեսնում ենք։ Գաբրիելը կայուն է։ Կայուն, բայց չի լավանում։ Բժիշկ Պողոսյանը գործիքները դրեց պայուսակի մեջ սովորականից մի փոքր ավելի կտրուկ շարժումներով։
Էդվարդ, գիտեմ, որ հոր համար դժվար է ընդունել, բայց ոչ բոլոր հիվանդություններն ունեն արագ բուժում։ Կարևորն այն է, որ Գաբրիելի վիճակը չի վատթարանում։ Իսկ ինչ կասեք այն նոր փորձարարական դեղամիջոցի մասին, որի մասին նշեցիք անցյալ շաբաթ։ 3 ժամանեց։ Այսօր կսկսենք կիրառումը։ Դա նոր հույս է Գաբրիելի նման դեպքերի համար։ Մարինեն բերեց մի փոքրիկ տուփ, մի դեղամիջոցով, որը Էդվարդը երբեք չէր տեսել։ Պիտակը անգլերեն էր, փաթեթի վրա մի քանի փորձարարական պիտակներ էին փակցված։ Այս դեղամիջոցը հաստատվել է հայկական կարգավոր ող մարմինների կողմից, հարցրեց Էդվարդը։ Հաստատման գործընթացում է։ Բայց մենք հատուկ թույլտվություն ունենք ծայրահեղ դեպքերում օգտագործելու համար, պատասխանեց բժիշկը։ Էդվարդը սարսուռ զգաց։ Ծայրահեղ դեպքեր։ Գաբրիելի վիճակն այդքան լուրջ է։ Էդվարդ, նախընտրում եք, որ ես ձեզ հետ ուղիղ լինեմ։ Նախընտրում եմ։ Գաբրիելը պարտվում է հիվանդության դեմ պայքարում։ Այս դեղամիջոցը կարող է լինել իրավիճակը շրջելու մեր վերջին հնարավորությունը։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Էդվարդը նայեց որդուն, որն այդ հսկայական մահճակալում ավելի փոքր ու փխրուն էր թվում, քան երբևէ։ Ինչպես էր հասել այս կետին։ Ինչպես էր իր տղան, որը 2 տարի առաջ վազվզում էր տնով մեկ երազում օդաչու դառնալ, վերածվել այս ապաթիկ երեխայի, որը հազիվ էր արձագանքում շրջապատող աշխարհին։ Բժշկի Մարինեի հեռանալուց հետո Էդվարդը իջավ այգի, թարմ օդ շնչելու։ Սոֆյան իր սովորական տեղում էր, նկարում էր։ Տեսնելով նրա մոտենալը, նա աչքերը բարձրացրեց։ Դուք անհանգիստ եք, ասաց նա այն տպավորիչ ընկալունակությամբ, որ ցուցաբերում էր։ Յո, Սոֆիա։ Շատ անհանգիստ եմ։ Կուզեք մի բան տեսնել։ Սոֆյան բացեց տետրը նոր էջի վրա։ Դա հիվանդանոցային մահճակալում գտնվող երեխայի նկար էր, բայց այս անգամ երեխան մենակ չէր։ Շուրջը այլ մարդիկ կային։ Մի կին, որն ակնհայտորեն մայր էր, բռնած երեխայի ձեռքից մի տղամարդ, որը բժիշկ էր թվում, բայց որը ժպտում էր խոսում երեխայի հետ, մի քանի այլ երեխաներ, որոշները նույնպես մահճակալներում, բայց բոլորը իրար էին նայում, ինչ-որ կերպ շփվում։ Այս նկարը տարբերվում է մյուսներից, նկատեց Էդվարդը։ Որովհետև ես մի բան հասկացա։ Երբ իմ եղբայրը հիվանդ էր, նա լավացավ ոչ միայն դեղերի շնորհիվ։ Նա լավացավ, որովհետև մենք թույլ չտվեցինք, որ նա իրեն մենակ զգա։ Էդվարդը վեր նայեց դեպի Գաբրիելի սենյակի պատուհանը։ Կարծում ես, Գաբրիելն իրեն մենակ է զգում։ Կարծում եմ, նա իրեն շատ մենակ է զգում։ Նույնիսկ այնքան շատ մարդկանցով, որոնք հոգ են տանում նրա մասին։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել։ Սոֆյան մատնացույց արեց նկարը։ Որովհետև երբ ինչ-որ մեկն իրեն մենակ է զգում, նույնիսկ մարդկանցով շրջապատված, աչքերը դատարկ են լինում։ Ճիշտ ինչպես Գաբրիելի աչքերը, երբ նա նայում է պատուհանից։ Էդվարդը նստեց խոտերի վրա, Սոֆիայի կողքին։ Հելենի մահից հետո առաջին անգամ նա զգաց, որ ինչ-որ մեկն իսկապես հասկանում է։ Թե ինչ է կատարվում։ 7 տարեկան երեխան կարողացել էր տեսնել մի բան, որը բոլոր մասնագետները չէին նկատել։ Գաբրիելը ոչ միայն ֆիզիկապես հիվանդ էր։ Նա հուզականորեն մեկուսացված էր։ Սոֆիա, կուզեիր ծանոթանալ Գաբրիելի հետ։ Աղջկա աչքերը փայլեցին։ Իսկապես կարող եմ։ Ես կխոսեմ բժշկի հետ։ Գուցե ժամանակն է, որ մենք այլ մոտեցում փորձենք։ Սոֆյան փակեց տետրը, լրջորեն նայեց Էդվարդին։ Պարոն Էդվարդ, կարող եմ մի բան ասել, որ տատիկս միշտ ասում էր։ Կարող ես։ Նա ասում էր, որ երբեմն բժշկությունը մոռանում է, որ մարդիկ միայն մարմին չեն։ Որ մենք սիրտ ունենք, հոգի ունենք, սիրված լինելու կարիք ունենք։ Եվ որ երբ մենք բուժում ենք միայն մարմինը, մոռանում ենք մնացածի մասին, բուժումը լիարժեք չի լինում։ Այդ խոսքերն արձագանքում էին Էդվարդի մտքում ամբողջ օրվա ընթացքում։ Երեկոյան, երբ գնաց ստուգելու, թե ինչպես է Գաբրիելը, գտավ տղային արթուն, նայելիս պատուհանից։ Լիալուսին էր, լուսավորում էր այգին, որտեղ Սոֆյան սովորաբար նկարում էր։ Գաբրիել, ասաց Էդվարդը, նստելով մահճակալի եզրին, կուզեիր ծանոթանալ այն աղջկա հետ, որը ներքում նկարում է։ Գաբրիելը գլուխը շրջեց, նայեց հորը։ Ամիսներ անց առաջին անգ։ Էդվարդը որդու աչքերում հետաքրքրության նման մի բան տեսավ։ Նա ամպեր է նկարում, մրմնջաց Գաբրիելը այնքան ցածր ձայնով, որ Էդվարդը հազիվ լսեց։
Դրանք առաջին բառերն էին, որ Գաբրիելն ինքնաբուխ արտասանել էր շաբաթներ շարունակ։ Էդվարդը զգաց, որ սիրտը արագանում է։ Կուզեիր տեսնել նրա նկարները։ Գաբրիելը գրեթե աննկատ գլխով արեց, բայց արեց։ Էդվարդը այդ պահին որոշում կայացրեց։ Հաջորդ օրը, անկախ նրանից, թե ինչ կասեին բժիշկ Պողոսյանը կամ Մարինեն, նա միտք կգտներ, որ Սոֆյան Գաբրիելը ծանոթանան։ Գուցե ավանդական բժշկությունը չէր աշխատում, բայց գուցե կար մեկ այլ տեսակի բուժում, որը սպասում էր հայտնաբերվելու։ Մի բուժում, որը սկսվում էր ընկերությունից, շարունակվում հույսով լրացվում այն հիշողությամբ, որ նույնիսկ ամենադժվար պահերին դեռ գեղեցկություն կա աշխարհում։ Եվ երբեմն այդ գեղեցկությունը 7 տարեկան էր գիտեր, թե ինչպես նկարել սրտած ամպեր։ Գաբրիելի Սոֆիայի հանդիպումը տեղի ունեցավ երեքշաբթի առավոտյան, երբ Մարինեն գնացել էր նոր դեղամիջոցներ բերելու, իսկ բժիշկ Պողոսյանը մինչ կեսօր չէր գալու։ Էդվարդը ամեն ինչ խնամքով պլանավորել էր, ընտրելով մի պահ, երբ բժշկական հսկողությունն ավելի թույլ էր։ Ոչ թե նա ուզում էր ինչ-որ բան թաքցնել, այլ վստահ էր, որ ավելի հեշտ կլինի հետո ներողություն խնդրել, քան նախապես թույլտվություն ստանալ։ Կարինեն հյուրասենյակն էր մաքրում, երբ Էդվարդը իջավ աստիճաններով, Գաբրիելին գրկած։ Տղան իր 8 տարեկանի համար շատ քիչ էր կշռում, Էդվարդը զգում էր նրա ցցված ոսկորները հագուստի տակից։ Գաբրիելն արթուն էր, բայց ինչպես միշտ, այն բացակա արտահայտությամբ, որը դարձել էր նրա այցեքարտը։ Կարինե, մեղմորեն կանչեց Էդվարդը, ո՞ր է Սոֆյան։ Այգում, պարոն։ Ինչպես միշտ։ Կարինեն դադարեցրեց բազմոցի բարձերը դասավորելը, մայրական հայացքով նայեց Գաբրիելին։ Ինչպես է նա այսօր։ Հանգիստ գիշեր է ունեցել։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա խոսեց Սոֆիայի նկարները տեսնելու ցանկության մասին։ Կարինեն ժպտաց։ Սոֆյան շատ կուրախանա։ Նա միշտ հարցնում է նրա մասին։ Էդվարդը քայլեց դեպի այգի, զգալով, թե ինչպես է Գաբրիելը թեթակի շարժվում իր գրկում։ Տղան շուրջ բոլորը նայում էր ավելի մեծ ուշադրությամբ, քան շաբաթներ շարունակ ցուցաբերել էր։ Երբ նրանք դուրս եկան բակ տանող ապակե դռնից, Գաբրիելը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես բնական լույսը նրան անհանգստացնում էր մութ սենյակում այդքան երկար մնալուց հետո։ Սոֆյան իր սովորական տեղում էր, մեծ սոսի ծառի տակ, շրջապատված գունավոր մատիտներով, տետրը բացած ծնկներին։ Տեսնելով Էդվարդին Գաբրիելի հետ մոտենալիս, նա հանգիստ փակեց տետրը, ոտքի կանգնեց, բայց առանց կտրուկ շարժումներ անելու։ Նրա վարքագծում բնական նրբանկատություն կար, կարծես բնազդաբար գիտեր, որ պետք է զգույշ լինի։ Սոֆիա, ասաց Էդվարդը, խոնարհվելով խոտերի վրա նստելու Գաբրիելին իր կողքին դնելու համար, հենված բարձին, որը բերել էր, սա Գաբրիելն է։ Գաբրիել, սա Սոֆյան է։ Սոֆյան ձեռքով փոքրիկ շարժում արեց, բայց անմիջապես չմոտեցավ։ Փոխարենը, մնաց իր տեղում մեղմ ժպտաց։ Ողջույն, Գաբրիել։ Ես միշտ տեսնում եմ քեզ պատուհանից։ Գաբրիելը բանավոր չպատասխանեց, բայց նրա աչքերը հարվեցին Սոֆիային մի լարվածությամբ, որը Էդվարդը երկար ժամանակ չէր տեսել։ Կարծես տղան ա։ Միսներ անց առաջին անգամ իսկապես ինչ-որ մեկին էր տեսնում։ Կուզես տեսնել իմ նկարները, հարցրեց Սոֆյան, նորից բացելով տետրը։ Գաբրիելը գրեթե աննկատ գլխով արեց։ Սոֆյան դանդաղ մոտեցավ, ինչպես վիրավոր կենդանուն մոտեցող մարդ, նստեց հարգալից հեռավորության վրա։ Բացեց տետրը առաջին էջի վրա։ Սա իմ ամենասիրելի նկարն է, ասաց նա, ցույց տալով կենդանիների տեսքով ամպերով լի գունավոր էջը։ Այս ամպը նապաստակի է նման, սա ձկան, իսկ այս մեծը բարի վիշապի։ Գաբրիելը երկար նայեց նկարին։ Հետո, թույլ ու խռպոտ ձայնով, մրմնջաց. Ես ինքնաթիռներ էի սիրում։ Ինքնաթիռները լավն են, բնականon պատասխանեց Սոֆյան։ Կուզես քեզ համար ինքնաթիռ նկարեմ։ Գաբրիելը գլխով արեց, ամիսներ անց առաջին անգամ Էդվարդը որդու շուրթերին ժպիտի նման մի բան տեսավ։ Դա ընդամենը ժպիտի ուրվագիծ էր, գրեթե աննկատ, բայց այն կար։ Սոֆյան տետրի հետից մի սպիտակ թուղթ հանեց, սկսեց նկարել։ Նրա շարժումները ճշգրիտ ու վստահ էին, մի քանի րոպեի ընթացքում հայտնվեց ամպերի միջով թռչող ինքնաթիռի նկարը։ Բայց դա սովորական ինքնաթիռ չէր։ Դա սրտած պատուհաններով ինքնաթիռ էր, որը երկնքում թողնում էր գունավոր աստղերի հետք։ Ահա, ասաց նա, թուղթը մեկնելով Գաբրիելին։ Սա կախարդական ինքնաթիռ է։ Այն կարող է թռչել աշխարհի ցանկացած կետ, միշտ իր հետ երջանկություն է տանում։
Գաբրիելը թուղթը բռնեց երկու ձեռքով, կարծես դա շատ թանկ բան լիներ։ Էդվարդը կոկորդում հանգույց զգաց, տեսնելով, թե ինչպես է որդին նրբորեն դիպչում նկարին։ Շնորհակալ եմ, շշնջաց Գաբրիելը, հետո տեղի ունեցավ մի բան, որին Էդվարդը ականատես չէր եղել ավելի քան 6 ամիս։ Գաբրիելը ժպտաց։ Իսկական ժպիտ, որը լուսավորեց նրա գունատ դեմքը, կյանք վերադարձրեց շագանակագույն աչքերին։ Սոֆյան ուրախությունից ճառագեց։ Կուզես ինձ հետ նկարել։ Գաբրիելը նայեց հորը, կարծես թույլտվություն խնդրելով։ Էդվարդը գլխով արեց, զգալով, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը։ Սոֆյան Գաբրիելին գունավոր մատիտ առաջարկեց, որը նա վերցրեց դողացող մատներով։ Հաջորդ ժամվա ընթացքում երկու երեխաները լուռ նկարում էին միասին։ Դա դատարկ լռություն չէր, ինչպես այն, որը տիրում էր առանձնատանը ամիսներ շարունակ, այլ հարմարավետ լռություն, լի կենտրոնացմամբ բացահայտումներով։ Գաբրիելը պարզ գծեր էր անում, դեռ առանց մեծ համակարգման, բայց նրա շարժումներում նպատակ կար։ Սոֆյան նկարում էր նրա կողքին, երբեմն մեղմ առաջարկներ անելով կամ ցույց տալով, թե ինչպես անել որոշակի ձեր։ Էդվարդը ամեն ինչ դիտում էր հարգալից հեռավորությունից, հիացած այն փոխակերպմամբ, որին ականատես էր լինում։ Գաբրիելն ավելի զգոն էր, ավելի ներկա, քան երկար ժամանակ եղել էր։ Նրա այտերին մի փոքր ավելի շատ գույն կար, նա ավելի կանոնավոր է։ Շնչում։ Հայրիկ, հանկարծ կանչեց Գաբրիելը, ստիպելով Էդվարդին սթափվել։ Կարող եմ Սոֆյային ցույց տալ իմ սենյակը։ Հարցը Էդվարդին անակնկալի բերեց։ Գաբրիելը ամիսներ շարունակ խուսափում էր սենյակի մասին որևէ հիշատակումից, որը դարձել էր մի տեսակ բժշկական բանդ։ Վստահ ես, որդիս։ Այո։ Ուզում եմ նրան ցույց տալ իմ հին խաղալիքները։ Էդվարդը նայեց Սոֆյային, որը համբերատար սպասում էր։ Ինչ ես կարծում, Սոֆյա։ Ես շատ կուզենայի տեսնել Գաբրիելի սենյակը։ Երեքով դանդաղ բարձրացան աստիճաններով, Էդվարդը նորից գրկած Գաբրիելին։ Տղան հոգնել էր այգում անցկացրած ժամանակից, բայց դեռ սովորականից ավելի աշխույժ էր։ Երբ հասան սենյակ, Սոֆյան հետաքրքրությամբ շուրջը նայեց, բայց առանց ցնցում կամ խղճահարություն ցուցաբերելու։ Դա պարզապես անկեղծ հետաքրքրություն էր։ Վա, ու ինչ մեծ սենյակ է, ասաց նա։ Եվ տես, թե քանի խաղալիք կա։ Գաբրիելը մատնացույց արեց մի դարակ, որտեղ դրված էին խաղալիք ինքնաթիռներ, որոնց նա ամիսներ շարունակ չէր դիպել։ Դրանք իմ ինքնաթիռներն են։ Ես հավաքածու ունեի։ Կարող եմ տեսնել։ Էդվարդը վերցրեց մի քանի ինքնաթիռիկ, բերեց մահճակալի մոտ։ Սոֆյան դրանք ուշադիր զննեց, յուրաքանչյուրի մասին ոգորված մեկնաբանություններ անելով։ Սա պետք է որ շատ արագ թռչի, ասում էր, կամ սա շատ գունեղ է, պետք է որ երջանիկ ավիաընկերությանը պատկանի։ Գաբրիելը սկսեց պատմություններ պատմել յուրաքանչյուր ինքնաթիռի մասին, հիշողություններ այն ժամանակվանից, երբ առողջ էր երազում էր օդաչու դառնալ։ Նրա ձայնը թույլ էր, բայց տոնի մեջ աճող ոգորություն կար։ Էդվարդը չէր կարողանում հավատալ իր տեսածին։ Սոֆյայի հետ մեկ ժամվա ընթացքում Գաբրիելն ավելի շատ էր խոսել, քան նախորդ ամբողջ ամսվա ընթացքում։ Կախարդական պահն ընդհատվեց Մարինեի ժամանումով, որը բարձրացավ աստիճաններով, տեսավ տեսարանը։ Նրա արտահայտությունն անմիջապես խստացավ։ Պարոն Էդվարդ, ինչ է կատարվում այստեղ։ Գաբրիելը ծանոթանում էր Սոֆյայի հետ։ Նրանք շատ լավ էին իրար հետ։ Դուք գիտեք, որ դա դեմ է բոլոր բժշկական հանձնարարականներին։ Գաբրիելը չի կարող մոտ շփում ունենալ այլ երեխաների հետ։ Մարինե, նայեք նրան, ասաց Էդվարդը մատնած։ Ույց անելով Գաբրիելին, որը դեռ բռնած էր ինքնաթիռիկներից մեկը, հետաքրքրությամբ նայում էր Սոֆյային։ Երբեք վերջին անգամ նրան այսպես տեսել, արթուն, մասնակից։ Կարևոր չէ, թե նա ինչ տեսք ունի։ Բժշկական արձանագրությունը հստակ է։ Նրա իմունային համակարգը թուլացած է։ Սոֆյան հանգիստ ոտքի կանգնեց։ Ամեն ինչ կարգին է։ Ես հասկանում եմ, որ Գաբրիելը հատուկ խնամքի կարիք ունի։ Ոչ, ասաց Գաբրիելը, բոլորին զարմացնելով ձայնի վճռականությամբ։ Ես ուզում եմ, որ Սոֆյան մնա։ Ամիսներ անց առաջին անգամն էր, որ Գաբրիելը որևէ ցանկություն կամ նախապատվություն էր հայտնել որևէ բանի վերաբերյալ։ Էդվարդը զգաց, որ սիրտը արագանում է։ Մարինե, ընդամենը մի քանի րոպե։ Պարոն Էդվարդ, ես ստիպված եմ լինելու այս մասին զեկուցել բժիշկ Պողոսյանին։
նա բոլորովին գոհ չի լինի։ Մարինեի տեսանելիորեն դժգոհ հեռանալուց հետո Էդվարդն իրեն երկված զգաց։ Մի կողմից տեսնում էր Գաբրիելին ավելի կենդանի, քան երկար ժամանակ եղել էր։ Մյուս կողմից սկսում էր անհանգստանալ բժշկական ցուցումներին չենթարկվելու հնարավոր հետանքների մասին։ Սոֆիա, ասաց Էդվարդը, կարծում եմ ավելի լավ է գնաս մորթ գտնես։ Բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող ընկերներ լինել։ Սոֆիան հասունությամբ գլխով արեց։ Ես հասկանում եմ, պարոն Էդվարդ։ Գաբրիել, կարող եմ մեկ այլ օր վերադառնալ միասին նկարելու համար։ Այո, պատասխանեց Գաբրիելը փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Ես կպահեմ ինքնաթիռի նկարը։ Սոֆիայի իջնելուց հետո Էդվարդը մենակ մնաց Գաբրիելի հետ։ Տղան դեռ բռնած էր ինքնաթիռիկը շաբաթներ շարունակ եղածից ավելի արթուն էր թվում։ Ինչպե՞ս ես քեզ զգում, որդիս։ Ավելի լավ, պատասխանեց Գաբրիելը։ Սոֆիան լավն է։ Նա ինձ այնպես չի նայում, կարծես ես կոտրվելու եմ։ Գաբրիելի դիտարկումը Էդվարդի համար արվածի պես էր։ Դա ճիշտ էր։ Բոլոր մեծահասակները, որոնք շրջում էին այնտեղ, Գաբրիելին նայում էին այնպես, կարծես նա չափազանց փխրուն է, կարծես ցանկացած կտրուկ շարժում կարող է նրան վնասել։ Սոֆիան, մյուս կողմից, նրա հետ բնականon էր խոսել, ինչպես մի երեխա խոսում է մյուս երեխայի հետ։ Գաբրիել, դու շատ հոգնած ես զգում դեղերը խմելուց հետո։ Գաբրիելը մի պահ մտածեց։ Այո։ Երբեմն ես չեմ ուզում քնել, բայց դեղից հետո չեմ կարողանում արթուն մնալ։ Իսկ երբ դեղ չես խմում, ինձ ավելի քիչ ծանր եմ զգում։ Ինչպես այսօր առավոտյան, նախքան բուժքրոջ գալը։ Էդվարդը խոժոռվեց։ Գաբրիելն ավելի գիտակից մասնակից էր հենց այն ժամանակահատվածում, երբ ավելի երկար էր անցկացրել առանց դեղորայքի։ Կարող էր զուգադիպություն լինել, բայց սկսում էր կասկածելի օրինաչափություն ձևավորվել։ Երբ բժիշկ Պողոսյանը ժամանեց ուշ կեսօրին, նա տեսանելիորեն դժգոհ էր։ Մարինեն զեկուցել էր տեղի ունեցածի մասին, բժիշկը չթաքցրեց իր զայրույթը։ Էդվարդ, մենք խոսել ենք այս մասին։ Գաբրիելը չի կարող շփվել այլ երեխաների հետ։ Բժիշկ, ես այսօր իմ դուն ավելի զգոն եմ տեսել, քան նա եղել է ամիսներ շարունակ։ Նա խոսեց, ժպտաց, հետաքրքրություն ցուցաբերեց այն բաների նկատմամբ, որոնք նրան երկար ժամանակ չէին հետաքրքրում։ Դա կարող է պարզապես ժամանակավոր բարելավում լինել։ Մենք չենք կարող ռիսկի դիմել։ Ինչ ռիսկերի, կոնկրետ։ Աղջիկն առողջ է, վարակիչ հիվանդություն չունի։ Բժիշկ Պողոսյանը մի պահ վարանեց։ Խնդիրը միայն վարակի ռիսկը չէ։ Գաբրիելը բուժման շատ նուրբ փուլում է։ Առօրյայի ցանկացած փոփոխություն կարող է խանգարել դեղամիջոցների արդյունավետությանը։ Ինչպես։ Հիվանդի հուզական վիճակը կարող է ազդել դեղամիջոցների յուրացման վրա։ Եթե Գաբրիելը չափազանց խթանվի, կարող է անբարենպաստ ռեակցիաներ ունենալ։ Էդվարդին բացատրությունը տարօրինակ թվաց։ Բժիշկ, կարող եմ մի հարց տալ։ Որքան ժամանակ է, ինչ դուք բուժում եք Գաբրիելի նման դեպքեր։ Շատ տարիներ։ Ինչու եք հարցնում։ Պարզապես այլ մարդկանց հետ խոսելիս թվում է, թե նմանատիպ բուժումները սովորաբար շատ ավելի քիչ ժամանակ են տում։ Եվ շատ ավելի քիչ դեղամիջոցներ են օգտագործում։ Բժիշկը ուղղվեց։ Էդվարդ, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է։ Խորհուրդ չի տրվում համեմատել բուժումները։ Դա միայն ավելորդ անհանգստություն է առաջացնում։ Բայց գրեթե 1 տարվա ինտենսիվ բուժումն առանց նշանակալի բարելավումների չափազանց երկար չէ։ Մենք շուտով արդյունքներ կտեսնենք նոր փորձարարական դեղամիջոցի շնորհիվ։ Բայց որպեսզի դա աշխատի, Գաբրիելը պետք է լինի լիովին վերահսկվող միջավայրում։ Այցելությունից հետո Էդվարդը իջավ Կարինեի հետ խոսելու։ Գտավ նրան խոհանոցում, ընթրիք պատրաստելիս, Սոֆիան օգնում էր նրան։ Կարինե, կարող եմ մի բան հարցնել ձեր կրտսեր որդու փորձառության մասին։ Իհարկե, պարոն։ Բժշկուհին, որը բուժել է նրան, երբեք նշել է, որ դրական հուզական խթանումը կարող է խանգարել բուժմանը։ Կարինեն դադարեցրեց բանջարեղեն կտրատելը, զարմացած նայեց Էդվարդին։ Ընդհակառակը, պարոն։ Բժիշկ Լուսինեն միշտ ասում էր, որ ուրախ երեխան ավելի արագ է լավանում։ Նա խրախուսում էր մեզ անել բաներ, որոնք Լուկասին ուրախացնում էին։ Եվ դա օգնեց։ Շատ լավ օգնեց։
Երբ Լուկասը նորից սկսեց խաղալ, այն ժամանակ նա իմացավ, որ նա իսկապես բուժվում է։ Սոֆիան, որը լսում էր խոսակցությունը, նայեց Էդվարդին։ «Պարոն Էդվարդ, կարող եմ մի բան ասել»։ «Կարող ես, Սոֆիա»։ Երբ իմ փոքրիկ եղբայրը հիվանդ էր, բժիշկ Լուսինեն մայրիկիս մի բան ասաց, որը ես երբեք չեմ մոռացել։ Ինչ ասաց նա։ Նա ասաց, որ աշխարհում երկու տեսակի բժիշկ կա։ Բժիշկ, որը բուժում է հիվանդությունը, բժիշկ, որը բուժում է հիվանդություն ունեցող մարդուն։ Եվ որ մենք միշտ պետք է ընտրենք երկրորդ տեսակին։ Էդվարդը սարսուռ զգաց։ 7 տարեկան երեխայի խոսքերը կատարելապես ամփոփել էին այն զգացողությունը, որը նա ուներ Գաբրիելի բուժման վերաբերյալ։ Այդ գիշեր Էդվարդը չկարողացավ քնել։ Մտածում էր առավոտյան ճանաչած Գաբրիելի զգոն, շփվող, հետաքրքրված գիշերվա դեղորայքն ընդունելուց հետո քնած Գաբրիելի լեթարգիկ, գունատ, բացակա, միջ եղած տարբերության մասին։ Որոշեց անել մի բան, որը երբեք նախկինում չէր արել։ Համացանցում փնտրել այն նոր փորձարարական դեղամիջոցի մասին, որը Գաբրիելն ընդունում էր։ Այն, ինչ գտավ, նրան խորապես անհանգստացրեց։ Դեղամիջոցը հանվել էր ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումներից, երեխաների մոտ լուրջ կողմնակի ազդեցությունների մասին զեկույցներից հետո։ Կային մի քանի հիշատակումներ լաբորատորիաների մասին, որոնք շարունակում էին փորձարկել դեղը ավելի քիչ խիստ կարգավորում ունեցող երկրներում։ Էդվարդը տպեց գտած բոլոր տեղեկությունները դրեց թղթապանակի մեջ։ Գաբրիելի հիվանդանալուց ի վեր առաջին անգամ նա սկսեց կասկածել, որ որդու խնդիրը գուցե ոչ միայն խորհրդավոր հիվանդություն է, այլ շատ ավելի լուրջ կանխամտածված բան։ Հաջորդ առավոտ նա արթնացավ հաստատակամ որոշումով։ Նա երկրորդ բժշկական կարծիք էր փնտրելու, անկախ նրանից, թե բժիշկ Պողոսյանն ինչ կմտածեր այդ մասին։ Գաբրիելն արժանի էր գոնե այն հնարավորությանը, որ իրեն զննի մեկը, ով իրեն կնայի որպես երեխայի, որը պետք է բուժվի, այլ ոչ թե որպես կլինիկական դեպք, որը պետք է կառավարվի։ Եվ եթե իր կասկածները ճիշտ լինեին, եթե իր սեփական հարկի տակ սարսափելի բան էր կատարվում, նա կաներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, պաշտպանելու իր որդուն, ապահովելու, որ ճշմարտությունը բացահայտվի։ Երկրորդ բժշկական կարծիքը, որը Էդվարդը փնտրում էր, եկավ անսպասելի աղբյուրից։ Հինգշաբթի առավոտյան, երբ փորձում էր որոշել, թե որ հիվանդանոց դիմի, նրան զանգահարեց իր քենին, Նարինեն, Հելենի քույրը։ Էդվարդ, գիտեմ, որ չես սիրում, երբ ես խառնվում եմ, բայց չեմ կարողանում չմտածել Գաբրիելի մասին։ Ինչպե՞ս է նա։ Նարինե, ես։ Էդվարդը վարանեց չիմանալով, թե ինչպես ամփոփել վերջին օրերի հուզական վայրիվերումները։ Իրականում, ես շատ շփոթված եմ նրա բուժման հարցում։ Ինչպես շփոթված։ Էդվարդը պատմեց Սոֆիայի հետ հանդիպման, Գաբրիելի հանկարծակի բարելավման մասին, առանց դեղերի առավոտյան համացանցում փորձարարական դեղամիջոցի մասին իր բացահայտումների մասին։ Էդվարդ, դու պետք է խոսես բժիշկ Անահիտ Մուրադյանի հետ։ Ո՞վ է նա։ Բացառիկ մանկաբույժ, որն աշխատում է Հերացու հիվանդանոցային համալիրում։ Նա Հելենի դասախոսն է եղել համալսարանում, հիշում ես։ Հելենը միշտ շատ ջերմ էր խոսում նրա մասին։ Բժիշկ Անահիտը մասնագիտացել է բարդ դեպքերի վրա բժշկության նկատմամբ, շատ մարդասիրական տեսլական ունի։ Էդվարդը աղոտ հիշեց, որ Հելենը նշել էր իր նախկին դասախոսի մասին։ Կարծում ես, նա կհամաձայնի զննել Գաբրիելին։ Վստահ եմ։ Նա պաշտում էր Հելենին։ Ես հենց հիմա կզանգեմ նրան։ 2 ժամ անց Էդվարդին զանգահարեց հենց բժիշկ Անահիտը։ Նրա ձայնը մինույն ժամանակ ջերմ էր վճռական։ Էդվարդ, Նարինեն ինձ պատմեց Գաբրիելի իրավիճակի մասին։ Շատ։ Կուզենայի օգնել։ Կարող եմ տնային այց կատարել հենց այսօր, եթե թույլ տաք։ Դուք դա կանեիք։ Գաբրիելը Հելենի որդին է։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Բացի այդ, ըստ այն ախտանիշների, որոնք Նարինեն նկարագրեց, ես որոշ կասկածներ ունեմ, որոնք կուզենայի ուսումնասիրել։ Ինչ տեսակի կասկածներ։ Նախընտրում եմ սպասումներ չստեղծել, նախքան երեխային զննելը։ Կարող եմ գալ ժամը 5-ին։ Էդվարդը համաձայնեց, բայց որոշեց բժիշկ Պողոսյանին չասել այցի մասին։ Ինչ-որ բան նրան հուշում էր, որ ավելի լավ կլինի գաղտնի պահել, գոնե մինչ ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվում։ Ճաշի ժամանակ Գաբրիելն ավելի արթուն էր, քան սովորաբար։ Մարինեն դեռ չէր տվել կեսօրվա դեղորայքը, տղան օգտվում էր այդ գիտակից ժամանակահատվածից, հոր հետ զրուցելու համար։
Հայրիկ, Սոֆյան այսօր կվերադառնա։ Չգիտեմ, որդիս։ Ինչու ես հարցնում։ Ինձ դուր եկավ նրա հետ նկարելը։ Երկար ժամանակ էր, ինչ չէի հիշում, որ սիրում եմ նկարել։ Գաբրիելի արտահայտությունը կայծակի պես հարվածեց Էդվարդին։ Իր որդին ասում էր, որ մոռացել է այն բաները, որոնք սիրում էր։ Ինչպես կարող էր 8 տարեկան երեխան մոռանալ սեփական նախասիրությունները։ Գաբրիել, հիշո՞ւմ ես այլ բաներ, որոնք սիրում էիր անել։ Գաբրիելը երկար մտածեց, կենտրոնացած արտահայտությամբ։ Ես սիրում էի ֆուտբոլ խաղալ այգում։ Եվ այն հսկայական աշտարակները սարքել խորանարդիկներից։ Եվ նա կանգ առավ, խոժոռվելով։ Ինչու ես որոշ բաներ լավ չեմ հիշում, հայրիկ։ Էդվարդը ստամոքսում սեղմում զգաց։ Ինչ տեսակի բաներ չես հիշում։ Երբեմն փորձում եմ հիշել մայրիկիս, բայց կարծես մի մշուշ կա գլխումս։ Եվ օրեր կան, որ լավ չեմ հիշում, թե ինչ է պատահել։ Կարծես ինչ-որ բան ազդում էր Գաբրիելի հիշողության վրա։ Էդվարդը մտքում նշում արեց, այդ մասին հարցնելու բժիշկ Անահիտին։ Ժամը 5-ին ճիշտ մի կին, մոտ 50 տարեկան, զանգեց առանձնատան դուռը։ Բժիշկ Անահիտ Մուրադյանը տպավորիչ ներկայություն ունեցող անձնավորություն էր։ Ջերմակ մազերը հավաքված էլեգանտ հանգույցով, շատ ուշադիր կապույտ աչքեր մի ժպիտ, որը մինույն ժամանակ վստահություն քնքշություն էր փոխանցում։ Էդվարդ, ուրախ եմ անձամբ ծանոթանալու համար։ Հելենը շատ էր խոսում ձեր ընտանիք կազմելու ձեր երազանքի մասին։ Էդվարդը նրան ուղեկցեց հյուրասենյակ, որտեղ նրանք մի քանի րոպե զրուցեցին, նախքան Գաբրիելին տեսնելու բարձրանալը։ Բժշկուհին ուզում էր նախ հասկանալ գործի ողջ պատմությունը։ Պատմեք ինձ, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, խնդրեց նա, պայուսակից հանելով փոքրիկ տետր։ Էդվարդը պատմեց Գաբրիելի առաջին ախտանիշների, նախնական ախտորոշման, բժիշկ Պողոսյանի գործի մեջ մտնելու բուժման ողջ ընթացքի մասին։ Բժիշկ Անահիտը նշումներ էր անում, բայց Էդվարդը նկատեց, որ նա պատմության ընթացքում մի քանի անգամ խոժոռվում էր։ Էդվարդ, կարող եմ տեսնել այն դեղորայքը, որը Գաբրիելն այժմ ընդունում է։ Նա բերեց բոլոր դեղամիջոցներով սկուտեղը։ Բժիշկ Անահիտը զննեց յուրաքանչյուր սրվակ, կարդալով պիտակները նշումներ անելով։ Նրա արտահայտությունը գնալով ավելի մտահոգ էր դառնում։ Այս քա։ Դեղորայքն իսկապես անհրաժեշտ է։ Սա այն է, ինչ բժիշկ Պողոսյանն է նշանակել։ Իսկ այս փորձարարական դեղամիջոցը։ Էդվարդը ցույց տվեց անգլերեն պիտակներով տուփը։ Բժշկուհին այն ուշադիր զննեց, նրա արտահայտությունը լրջացավ։ Էդվարդ, այս դեղամիջոցը 6 ամիս առաջ արգելվել է ԱՄՆ-ում։ Լուրջ զեկույցներ կան երեխաների մոտ նյարդաբանական ազդեցությունների մասին։ Նյարդաբանական ազդեցություններ։ Հիշողության կորուստ, չափից ավելի քնկոտություն, ապաթիա, կենտրոնացման դժվարություն։ Այն ախտանիշները, որոնք դուք նկարագրեցիք Գաբրիելի մասին։ Էդվարդը զգաց, որ աշխարհը պտտվում է։ Ասում եք, որ դեղերը կարող են ախտանիշներ առաջացնել, դրանք բուժելու փոխարեն։ Դա մի հավանականություն է, որը պետք է ուսումնասիրվի։ Կարող եմ հիմա զննել Գաբրիելին։ Նրանք բարձրացան սենյակ, որտեղ Գաբրիելն արթուն էր, նայում էր պատուհանից։ Տեսնելով անծանոթ բժշկուհուն, նա թեթակի կծկվեց, բայց բժիշկ Անահիտը մոտեցավ մի բնականությամբ, որն անմիջապես հանգստացրեց նրան։ Ողջույն, Գաբրիել։ Ես բժիշկ Անահիտն եմ։ Ես քո մայրիկի ընկերուհին։ Էй, երբ նա ավելի երիտասարդ էր։ Գաբրիելը հետաքրքրությամբ նայեց նրան։ Դուք ճանաչում եք իմ մայրիկին։ Այո, ճանաչում էի։ Նա շատ առանձնահատուկ էր, ինչպես դու։ Կարող եմ քեզ զննել։ Բժիշկ Անահիտի անցկացրած զննումը լիովին տարբերվում էր այն ամենից, ինչին Էդվարդն ականատես էր եղել վերջին ամիսներին։ Նա ամբողջ ընթացքում խոսում էր Գաբրիելի հետ, հարցեր էր տալիս, թե ինչպես է նա իրեն զգում, բացատրում էր, թե ինչ է անում։ Դա սառը կլինիկական զննում չէր, այլ հարգալից բժշկական զրույց։ Գաբրիել, կարող ես ինձ պատմել, թե ինչպես ես քեզ զգում դեղերը խմելուց հետո։ Շատ հոգնած եմ լինում։ Եվ երբեմն մի քիչ շփոթված։ Իսկ ինչպես ես քեզ զգում առավոտյան դեղերը խմելուց առաջ։ Ավելի լավ։ Ավելի արթուն։ Սիրում ես նկարել։ Սիրում եմ։ Երեկ ես նկարեցի մի աղջկա հետ, որի անունը Սոֆիա է։ Բժիշկ Անահիտը ժպտաց։ Ինչ լավ է։
Եվ ինչպես էիր քեզ զգում, երբ նկարում էիր։ Երջանիկ։ Երկար ժամանակ էր, ինչ չէի հիշում, թե ինչ է երջանիկ զգալը։ Զննումից հետո բժշկուհին խնդրեց առանձին խոսել Էդվարդի հետ։ Նրանք իջան աշ խատասենյակ, որտեղ նա զգուշորեն փակեց դուռը։ Էդվարդ, ես պետք է ձեզ հետ ուղիղ լինեմ։ Գաբրիելը հազվադեպ հիվանդության ախտանիշներ չունի։ Նա ունի դեղորայքային թունավորման ախտանիշներ։ Ինչպես։ Այն, ինչին ես ականատես եղա վերում, մի երեխա է, որին համակարգված կերպով հանգստացնում թունավորում են։ Այն դեղամիջոցները, որոնք նա ընդունում է, այս քանակությամբ համակցությամբ բավարար են երեխային մշտական լեթարգիկ վիճակում պահելու համար։ Էդվարդը զգաց, որ արյունը սառչում է։ Բայց ինչու ինչ-որ մեկը դա կանի։ Դա այն հարցն է, որին մենք պետք է պատասխանենք։ Բայց նախ, Գաբրիելը պետք է անմիջապես դադարեցնի այս դեղամիջոցները։ Իսկ եթե իրականում հիվանդություն կա այս ամենի հետում։ Էդվարդ, ես 25 տարի է, երեխաներ եմ զննում։ Գաբրիելը հիվանդ չէ։ Նրան դեղորայք են տալիս, որպեսզի հիվանդ թվա։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Էդվարդը փորձում էր մարսել տեղեկությունը, բայց դա չափազանց մեծ էր, չափազանց սարսափելի է անմիջապես ընդունելու համար։ Բժիշկ, ինչ եք կարծում, ես ինչ պետք է անեմ։ Նախ, մենք Գաբրիելին աստիճանաբար, բայց արագ կհանենք այս դեղորայքից։ Երկրորդ, մենք պետք է հետաքննենք, թե ով է կանգնած այս ամենի հետում ինչու։ Իսկ բժիշկ Պողոսյանը։ Նա կամ ինչ-որ մեկի կողմից խաբված է, կամ սխեմայի մաս է կազմում։ Ամեն դեպքում, Գաբրիելը չի կարող շարունակել մնալ նրա խնամքի տակ։ Բժիշկ Անահիտը Գաբրիելի համար աստիճանական ապաթունավորման պլան կազմեց, խոստացավ վերադառնալ հաջորդ օրը։ Հեռանալուց առաջ նա մի դիտարկում արեց, որն արձագանքում էր Էդվարդի մտքում։ Մի բան իմ ուշադրությունը գրավում է։ Այսպիսի դեպքերը երեխաների մոտ չափից ավելի դեղորայքի կիրառմամբ սովորաբար ներառում են չարտոնագրված կլինիկական փորձարկումներ։ Ինչ-որ մեկը կարող է Գաբրիելին օգտագործել որպես փորձանմուշ։ Բժշկուհու հեռանալուց հետո Էդվարդը մենակ մնաց աշխատասենյակում, փորձելով կարգի բերել մտքերը։ Ամեն ինչ սկսում էր սարսափելի ձով իմաստավորվել։ Բժիշկ Պողոսյանի պնդումը Գաբրիելին մեկուսացված պահելու վերաբերյալ։ Դեղամիջոցների չափից ավելի քանակը։ Արգելված փորձարարական դեղամիջոցը։ Գաբրիելի հանկարծակի բարելավումը, երբ առանց դեղորայքի էր։ Որոշեց անել մի բան, որը պետք է վաղուց աներ։ Զննել Գաբրիելի բոլոր բժշկական փաստաթղթերը բուժման սկզբից ի վեր։ Վերցրեց մի մեծ թղթապանակ, որտեղ պահում էր բոլոր զեկույցները, նշանակումները, հետազոտությունները, սկսեց դրանք դասավորել ժամանակագրական կարգով։ Այն, ինչ բացահայտեց, նրան սարսափեցրեց։ Կար հստակ օրինաչափություն։ Երբ Գաբրիելը բարելավման նշաններ էր ցույց տալիս, դեղամիջոցների չափաբաժինը մեծացվում էր։ Երբ նա որևէ գործունեության նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում, հայտնվում էր նորը փորձարարական դեղ փորձարկելու համար։ Եվ կային մի քանի նշանակումներ ստորագրված բժիշկների կողմից, որոնց Էդվարդը երբեք չէր հանդիպել, մասնագիտական գրանցումներով, որոնք նա չէր կարողանում ստուգել։ Ավելի անհանգստացնող էր այն, որ նա գտավ զեկույցների պատճեններ, որոնք կարծես թե կանոնավոր կերպով ուղարկվում էին մի դեղագործական լաբորատորիա, Biotech Research անունով մի ընկերություն, որը Էդվարդը համացանցում արագ որոնումից հետո պարզեց, որ հետաքննվում է մի քանի երկրներում անօրինական գործունեության համար։ Նա այնքան տարված էր փաստաթղթերի վերլուծությամբ, որ չնկատեց, երբ Կարինեն մտավ աշխատասենյակ մաքրելու։ Նա գրապահարանն էր սրբում, երբ նկատեց Էդվարդի դեմքի սարսափի արտահայտությունը։ Պարոն Էդվարդ, ամեն ինչ կարգին է։ Էդվարդը նայեց նրան, մի պահ մտածեց պատմել այն ամենը, ինչ բացահայտել էր։ Կարինեն առանձնահատուկ զգայունություն էր ցուցաբերել Գաբրիելի իրավիճակի նկատմամբ, դեղորայքի չափից ավելի լինելու մասին նրա դիտարկումները առաջին ազդանշաններից էին, որոնք ստիպել էին նրան կասկածի տակ դնել բուժումը։ Կարինե, կարող եմ շատ լուրջ հարց տալ։ Իհարկե, պարոն։ Վերջին ամիսներին, որ դուք այստեղ եք աշխատում, որը տարօրինակ բան նկատել եք Գաբրիելի բուժման վերաբերյալ։ Կարինեն մի պահ վարանեց, կարծես խնամքով կշռադատում էր խոսքերը։ Կարող եմ ճշմարտությունն ասել։ Խնդրում եմ։ Այստեղ գալուս առաջին օրվանից ինձ շատ տարօրինակ է թվացել, որ երեխան այդքան շատ դեղ է խմում։
Եվ էլ ավելի տարօրինակ, որ նա վատանում է լավանալու փոխարեն։ Էլի, ինչ-որ բան նկատել եք։ Կարինեն շուրջը նայեց, կարծես համոզվելով, որ մենակ են։ Բուժքույր Մարինեն։ Նա միշտ շատ է նյարդայնանում, երբ ինչ-որ մեկը դիտում է, թե ինչպես է նա պատրաստում դեղերը։ Եվ մի անգամ ես նրան տեսա հեռախոսով խոսելիս լաբորատորիայի համար հաշվետվությունների մասին։ Էդվարդը սարսուռ զգաց։ Ինչ տեսակի խոսակցություն։ Նա ասում էր, որ ազդեցությունները սպասվածի պես են, որ շաբաթական հաշվետվություն է ուղարկելու։ Երբ նա տեսավ, որ ես մոտ եմ, արագ անջատեց։ Ինչու երբեք ինձ դա չեք պատմել։ Պարոն, ես ընդամենը մաքրուհի եմ։ Ով կհավատար ինձ, հայտնի բժշկի դեմ։ Էդվարդը վեր կացավ աթոռից մոտեցավ Կարինեին։ Կարինե, ես ձեր օգնության կարիքն ունեմ։ Կարծում եմ, ես շատ լուրջ բան եմ բացահայտել Գաբրիելի բուժման մասին։ Նա պատմեց բժիշկ Անահիտի այցի դեղամիջոցների վերաբերյալ բացահայտումների իր կասկածների մասին, որ Գաբրիելին օգտագործում են որպես փորձանմուշ անօրինական փորձարկումներում։ Կարինեն ամեն ինչ լսեց լռությամբ, բայց Էդվարդը կարող էր տեսնել նրա աչքերում աճող զայրույթը։ Աստված իմ։ Նրանք դա անում են երեխայի հետ։ Այդպես է թվում։ Եվ հիմա ինձ ապացույցներ են պետք, դա ապացուցելու համար։ Պարոն Էդվարդ, մի բան կա, որ երեկ եմ բացահայտել, չգիտեի, արդյոք պետք է ասեմ։ Ինչ։ Կարինեն գնաց իր պայուսակի մոտ, հանեց մի ճմրթված թուղթ։ Ես սա գտա Գաբրիելի սենյակի աղբամանում։ Բուժքույրը դեն էր նետել, բայց ինչ-որ բան ինձ հուշեց, որ պահեմ։ Դա էլեկտրոնային նամակի պատճ։ Էր։ Էդվարդն արագ կարդաց, զգաց, որ ոտքերը թուլանում են։ Դա Մարինեի Biotech Research-ի դոկտոր Պետերսոն անունով մեկի միջ հաղորդակցություն էր։ Թեման էր հիվանդ ԳՄ։ Փուլ 3 արձանագրություն խոսվում էր չափաբաժինները կարգավորելու մասին, կախվածության վիճակը պահպանելու վաղաժամ ապաքինումից խուսափելու համար։ Կարինե, հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Որ նրանք չեն ուզում, որ Գաբրիելը լավանա։ Ուզում են նրան միտումնավոր հիվանդ պահել։ Էդվարդը ծանր նստեց բազկաթոռին։ Իրականությունն ավելի վատ էր, քան նա պատկերացրել էր։ Խոսքը ոչ միայն բժշկական սխալի կամ չափից ավելի դեղորայքի մասին էր։ Դա կանխամտածված դավադրություն էր, իր որդուն հիվանդ պահելու համար, հավանաբար, փորձարարական դեղամիջոցներ փորձարկելու նպատակով։ Պարոն Էդվարդ, մեղմորեն ասաց Կարինեն, Սոֆյան միշտ ասում է, որ ճշմարտությունն արի նման է։ Կարող է երկար ժամանակ թաքնված մնալ ամպերի հետում, բայց մի օր այն հայտնվում է լուսավորում ամեն ինչ։ Էդվարդը երախտագիտությամբ նայեց Կարինեին։ Շնորհակալ եմ, որ պահել եք այս թուղթը։ Եվ շնորհակալ եմ, որ Գաբրիելի մասին այդքան քնքշությամբ եք հոգ տարել։ Ինչ եք անելու հիմա։ Էդվարդը խորը շունչ քաշեց։ Ես կփրկեմ իմ որդուն։ Եվ կստիպեմ, որ բոլոր պատասխանատուները վճարեն իրենց արածի համար։ Այդ գիշեր Էդվարդը Գաբրիելին գիշերային դեղորայքը չտվեց։ Գրեթե մեկ տարվա մեջ առաջին անգամ նրա որդին քնեց առանց արհեստականորեն հանգստացվելու։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Էդվարդը զգաց, որ իրական հույս կա վերականգնելու այն ուրախ կյանքով լի տղային, որը Գաբրիելը եղել էր այս ամենի սկսվելուց առաջ։ Պլանը կազմված էր։ Բժիշկ Անահիտի օգնությամբ նա աստիճանաբար ապաթունավորելու էր Գաբրիելին։ Կարինեի օգնությամբ նա ապացույցներ էր հավաքելու պատասխանատուների դեմ։ Եվ Գաբրիելի ու Սոֆիայի միջ ծնված մաքուր ընկերության օգնությամբ նա իր որդուն վերադարձնելու էր ապրելու այն կամքը, որը գողացել էին նրանից։ Իր ընտանիքը ոչնչացնել փորձողների դեմ պատերազմը նոր էր սկսվում։ Ճշմարտության բացահայտումից 3 ամիս անց առանձնատունը, որը նախկինում տխրություն-լռություն էր շնչում, նորից վերածվել էր իսկական օջախի։ Ծիծաղի ձայներն արձագանքում էին միջանցքներում, Գաբրիելը վազվզում էր այգում, հետապնդելով Սոֆիային բռնոցի խաղի մեջ, որը նրանց միշտ դարձել էր ամենօրյա սովորություն։ Էդվարդը դիտում էր պատշգամբից, դեռս հիացած իր որդու լիակատար փոխակերպմամբ։ Գաբրիելը վերականգնել էր ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ այն ողջ կենսունակ անհատականությունը, որն ուներ նախքան իր կյանքը գրեթե ոչնչացրած սարսափելի դավադրությունը։ Տղան ավելի բարձրահասակ էր, ավելի ուժեղ, նրա աչքերը փայլում էին այն հետաքրքրասիրությամբ ու ուրախությամբ, որոնք Էդվարդը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։
հայրիկ, գոռաց Գաբրիելը, վազելով դեպի պատշգամբ։ Սոֆյան ասաց, որ այսօր մենք թղթե ինքնաթիռներ ենք պատրաստելու, որոնք իսկապես թռչում են։ Հրաշալի է, որդիս։ Արդեն ընտրել եք, թե որտեղ եք փորձարկելու։ Տան հետի դաշտում։ Սոֆյան ասաց, որ այնտեղ բավականաչափ քամի կա, որպեսզի դրանք շատ հեռու թռչեն։ Էդվարդը ժպտաց։ Գաբրիելի Սոֆյայի միջ ընկերությունը ծաղկել էր գեղեցիկ բնական ձով։ Սոֆյան շարունակում էր օրերն անցկացնել առանձնատանը, մինչ Կարինեն աշխատում էր, բայց այժմ նա ոչ միայն աշխատակցուհու դուստրն էր։ Նա գործնականում քույր էր դարձել Գաբրիելի համար, Էդվարդը լրջորեն մտածում էր նրան պաշտոնապես որդեգրելու մասին։ Կարինեն հետաքրքրություն էր ցուցաբերել այդ գաղափարի նկատմամբ, հատկապես այն ամենից հետո, ինչ նրանք միասին անցել էին։ Պարոն Էդվարդ, ասաց Կարինեն, մոտենալով թարմ լիմոնադով սկուտեղով։ Փաստաբանից նամակ է եկել։ Էդվարդը զգուշությամբ բացեց ծրարը։ Դա հաստատումն էր, որ բժիշկ Պողոսյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, անչափահասների հետ անօրինական փորձարկումներին մասնակցելու համար։ Մարինեն ավելի թեթ դատավճիռ էր ստացել, հետաքննության հետ լիակատար համագործակցության դիմաց։ Biotech Research լաբորատորիան ընդմիշտ փակվել էր, դրա տնօրենները նույնպես ձերբակալվել էին։ Բայց այն նորությունը, որն ամենաշատը ցնցեց Էդվարդին, նամակի վերջում էր։ Հելենի մարմնի արտաշիրիմումը հաստատել էր նրա ամենավատ կասկածները։ Նրա օրգանիզմում թունավոր նյութի հետքեր կային, որոնք բացակայում էին դիահերձման նախնական զեկույցում։ Հելենին թունավորել էին, ավտովթարը կեղծվել էր, սպանությունը թաքցնելու համար։ Նրա մահվան պատասխանատուները նույնպես դատվում էին։ Էդվարդը փակեց աչքերը, զգալով ցավի թեթացման խառնուրդ։ Ցավ հաստատելու համար, որ Հելենին սպանել էին Գաբրիելին պաշտպանելու փորձի համար։ Թեթացում իմանալու համար, որ նրա մահը զուր չէր եղել, որ բոլոր մեղավորները վճարում էին իրենց հանցանքների համար։ Վատ նորություններ, հարցրեց Կարինեն, նկատելով նրա արտահայտությունը։ Իրականում, լավ նորություններ են։ Արդարությունը վերջապես հաղթանակում է։ Ճաշի ժամանակ Էդվարդը հավաքեց Գաբրիելին Սոֆյային հատուկ զրույցի համար։ Մի կարևոր որոշում կար, որը նա ուզում էր կայացնել երկու երեխաների մասնակցությամբ, որոնք դարձել էին իր նորոգված կյանքի կենտրոնը։ Գաբրիել, Սոֆյա, դուք գիտեք, որ ես ձեզ երկուսիդ էլ շատ եմ սիրում, այնպես չէ։ Գիտենք, պատասխանեցին նրանք միաձայն, հանցակցական հայացքներ փոխանակելով։ Ես մի բանի մասին էի մտածում։ Ինչպես կզգայիք, եթե մենք բոլորս իսկական ընտանիք դառնայինք։ Եթե Սոֆյան նույնպես իմ դուստրը դառնար, դուք պաշտոնապես քույր ու եղբայր լինեիք։ Գաբրիելը ցատկեց աթոռից, ճառագայթելով։ Լուրջ, հայրիկ։ Սոֆյան ընդմիշտ այստեղ կապրեր։ Սոֆյան նայեց Կարինեի, որը գլխով արեց արցունքոտ աչքերով։ Ես շատ կուզենայի դա, պարոն Էդվարդ։ Միշտ ուզել եմ մեծ եղբայր ունենալ։ Մեծ, բողոքեց Գաբրիելը, ծիծաղելով։ Դու ինձնից ընդամենը 6 ամսով ես փոքր։ 6 ամիսը շատ ժամանակ է, հակադարձեց Սոֆյան, Գաբրիելին ներքաշելով ընկերական վիճաբանության մեջ, որը բոլոր ներկա մեծահասակներից ծիծաղ պոկեց։ Այդ կեսօր, մինչ երեխաները խաղում էին այգում, Կարինեն կազմակերպում էր առանձնատուն վերջնական տեղափոխության վերջին մանրամասները, Էդվարդն անսպասելի այցելու ունեցավ։ Բժիշկ Անահիտն էր, որը դարձել էր ոչ միայն ընտանիքի վստահելի բժիշկը, այլ մեծ ընկեր։ Ինչպես է մեր փոքրիկ հրաշքը, հարցրեց նա, դիտելով, թե ինչպես է Գաբրիելը Սոֆյային սովորեցնում պտտաձող անել խոտերի վրա։ Ամեն օր ավելի լավ։ Երբեմն վախենում եմ, որ այս ամենը երազ է։ Էդվարդ, այն, ինչ տեղի ունեցավ Գաբրիելի հետ, ապացույց է, որ սերն ու իսկական ընկերությունն ունեն բուժիչ ուժ, որը շատ ավելին է, քան այն, ինչ կարող է բացատրել ավանդական բժշկությունը։ Կարծում եք, Սոֆյան իսկապես փրկեց նրա կյանքը։ Բժիշկ Անահիտը ժպտաց։ Այդ հարցում կասկած չունենաք։ Երբ Գաբրիելին համակարգված կերպով թունավորում էին, նա լիովին կորցրել էր ապրելու կամքը։ Սոֆյան նրան վերադարձրեց այն հիշողությունը, որ աշխարհը կարող է լինել գեղեցիկ ուրախ վայր։ Եվ այդ հիշողությունն էր, որ ուժ տվեց նրա փոքրիկ մարմնին, պայքարելու տոքսինների դեմ։ Էդվարդը գլխով արեց, դիտելով երկու երեխաներին, որոնք վազում էին թիթեռների հետից։ Իսկ հիմա, որ է հատուկ խնամք կա, որ պետք է ցուցաբերեմ նրա նկատմամբ։ Գաբրիելը լիովին բուժվել է, Էդվարդ։
Ֆիզիկապես հուզականորեն։ Նրան պարզապես սեր, քնքշություն այն վստահությունն է պետք, որ նա այլս երբեք նման բանի միջով չի անցնի։ Եվ նա դա կունենա իր կյանքի բոլոր օրերին։ Մեկ շաբաթ անց Սոֆիայի որդեգրման գործընթացն ավարտվեց։ Էդվարդը այգում խնջույք կազմակերպեց, նշելու ընտանիքի նոր կազմը։ Հրավիրված էին քիչ թվով մտերիմ ընկերներ, բայց յուրաքանչյուր ներկա գիտեր այդ պահի կարևորությունը։ Գաբրիելն ու Սոֆիան որոշել էին միասին այգում ծառ տնկել, խորհրդանշելով նոր ընտանիքի աճը։ Դա փոքրիկ սոսի էր, ճիշտ այ նպիսին, ինչպիսի ծառի տակ Սոֆիան սովորաբար նկարում էր, երբ ամեն ինչ սկսվեց։ Այս ծառը կմեծանա մեր ընտանիքի հետ միասին, ասաց Սոֆիան, հող լցնելով տնկի արմատների վրա։ Եվ երբ այն շատ մեծ լինի, մեր երեխաները կկարողանան դրա տակ խաղալ, ավելացրեց Գաբրիելը, բոլորին ծիծաղեցնելով ապագայի մասին խոսելիս իր վաղաժամ լրջությամբ։ Երեխաներ, հարցրեց Էդվարդը, զվարճացած։ Դուք արդեն դրա մասին եք մտածում։ Իհարկե, բնականon պատասխանեց Սոֆիան։ Մենք շատ երեխաներ կունենանք, որպեսզի նրանք միասին խաղան, երբեք իրենց մենակ չզգան։ Էդվարդը հուզված հայացք փոխանակեց Կարինեի հետ, որն այժմ պաշտոնապես ընտանիքի մաս էր ոչ միայն որպես աշխատակցուհի, այլ որպես Սոֆիայի մայր երկու երեխաների դաստիարակության ճանապարհի ուղեկից։ Խնջույքի ընթացքում Գաբրիելը ելույթ ունեցավ, որը բոլորին զարմացրեց իր հասունությամբ խորությամբ։ Ես ուզում եի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ լավանալ։ Հատկապես Սոֆիային, որն ինձ սովորեցրեց, որ նույնիսկ երբ մենք շատ տխուր ենք, դեռ գեղեցիկ բաներ կան տեսնելու աշխարհում։ Եվ տիկին Կարինեին, որն իմ մասին հոգ տարավ այնպես, կարծես ես իր որդին լինեի։ Եվ հայրիկիս, որը երբեք չհանձնվեց ինձ փրկելուց, նույնիսկ երբ ես մոռացել էի, թե ինչպես ժպտալ։ Այգում չոր աչք չկար, երբ Գաբրիելն ավարտեց խոսքը։ Էդվարդը նրան գրկեց, զգալով իր լիովին վերականգնված որդու առողջ ծանրությունը։ 6 ամիս անց կյանքն իր նոր կատարյալ ռիթմն էր գտել։ Գաբրիելը վերադարձել էր դպրոց, աչքի էր ընկնում որպես դասարանի ամենապայծառ աշակերտներից մեկը։ Սոֆիան հրաշալիորեն հարմարվում էր նոր մասնավոր դպրոցին, որտեղ նրա զգայունությունն ու հուզական ինտելեկտը տպավորում էին ուսուցիչներին, դասընկերներին։ Էդվարդը աստիճանաբար վերականգնել էր ընկերության վերահսկողությունը, բայց այժմ աշխատանքի ընտանիքի մասին լիովին այլ տեսանկյունով։ Նա խիստ ժամեր էր սահմանել տանը ներկա լինելու համար, երբեք բաց չթողնելով ընտանեկան ընթրիքները կամ հանգստյան օրերը երեխաների հետ։ Կարինեն դարձել էր շատ ավելին, քան աշխատակցուհի։ Նա տան տիրուհին էր, այն մարդը, որը սիրով արդյունավետությամբ ամեն ինչ կազմակերպված գործող էր պահում։ Էդվարդը պնդել էր, որ նա կառավարման դասընթաց անցնի, այժմ նա օգնում էր նա ընտանեկան բիզնեսներում, ցուցաբերելով կառավարման բնական խելք, որը զարմացրեց բոլորին։ Ճշմարտության բացահայտման առաջին տարեդարձին Էդվարդը հատուկ հավաք կազմակերպեց այգում։ Կանչեց Գաբրիելին, Սոֆիային, Կարինեին, նստելու արդեն զգալիորեն մեծացած սոսի ծառի տակ։ 1 տարի առաջ մենք բացահայտեցինք, որ չար մարդիկ փորձել էին ոչնչացնել մեր ընտանիքը, սկսեց Էդվարդը։ Բայց մենք նա բացահայտեցինք, որ իսկական սերն ավելի ուժեղ է, քան ցանկացած չարություն։ Կուզեք իմանալ, թե ինչ եմ սովորել այս ամբողջ տարվա ընթացքում։ Երեխաներն ուշադրությամբ գլխով արեցին։ Ես սովորեցի, որ ընտանիքը ոչ միայն նրանք են, ովքեր միասին են ծնվում։ Դա նրանք են, ովքեր ընտրում են միասին մնալ, հոգ տանել միմյանց մասին, պայքարել միմյանց երազանքների համար։ Ես սովորեցի, որ ուրախ երեխան ավելի արագ է բուժվում, քան ցանկացած դեղ։ Եվ ես սովորեցի, որ երբեմն հրեշտակները մեր կյանք են գալիս պարզ մարդկանց կերպարանքով, ովքեր պարզապես գիտեն, թե ինչպես ճիշտ սիրել։ Սոֆիան ժպտաց։ Ինչպես ես մայրս։ Ճիշտ ձեզ երկուսի պես։ Գաբրիելը վեր կացավ, ամուր գրկեց Էդվարդին։ Հայրիկ, ես սիրում եմ մեր նոր ընտանիքը։ Ես էլ, որդիս։ Եվ մենք լավ կխնամենք այն ընդմիշտ։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Էդվարդը բարձրացավ աշխատասենյակ, մի նամակ գրեց, որը երբեք չէր ուղարկվելու, բայց որը նա պետք է գրեր։ Դա նամակ էր Հելենին, պատմելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, թե ինչպես էր Գաբրիելն ուժեղ երջանիկ, թե ինչպես էր ընտանիքը հրաշալիորեն ընդլայնվել, թե ինչպես էր նրա սերը շարունակում ապրել իր ցուցաբերած քնքշության յուրաքանչյուր ժեստի մեջ երեխաների նկատմամբ։ Նա նամակն ավարտեց մի խոստումով. Հելեն, ես երդվում եմ, որ երբեք չեմ մոռանա քո զոհաբերությունը։
Դու մահացար, պաշտպանելով մեր որդուն, այժմ նա մեծանում է, շրջապատված սիրով անվտանգությամբ։ Գաբրիելն ունի մի հրաշալի քույր, որն անվերապահորեն սիրում է նրան, ես սովորեցի լինել այն ներկա հայրը, որը դու միշտ ուզում էիր, որ ես լինեմ։ Մեր ընտանիքը լիարժեք երջանիկ է, դու ապրում ես մեր երեխաների յուրաքանչյուր ժպիտի մեջ։ Նա նամակը դրեց մի հատուկ տուփի մեջ, որտեղ պահում էր Հելենի լուսանկարներն ու հիշատակները։ Մի օր, երբ Գաբրիելն ավելի մեծ լիներ, նա նրան ցույց կտար այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բայց առայժմ իր որդին արժանի էր պարզապես ապրելու այն լիարժեք ուրախ մանկությունը, որը այդքան երկար գողացել էին նրանից։ Դրսում սոսին մեղմորեն օրորվում էր գիշերային քամուց, նրա տերները շշնջում էին, կարծես երախտագիտության աղոթքներ լինեին։ Այն այգում, որտեղ Սոֆյան մի ժամանակ նկարում էր սրտած ամպեր, այժմ ցրված էին խաղալիքներ, ուրախ խաղերի հետքեր, այն վստահությունը, որ այնտեղ ապրում էր մի ընտանիք, որը բացահայտել էր, որ բուժման իսկ կա։ Կան հրաշքը տեղի է ունենում ոչ միայն մարմնում, այլ հիմնականում սրտում։ Հարգելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գաբրիելի, Սոֆիայի Էդվարդի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ կյանքի ամենամութ պահերին միշտ կա մի լույս, որը սպասում է փայլելու։ Իսկական սերը, անկեղծ ընկերությունը, ճշմարտության համար պայքարելու քաջությունը ուժեր են, որոնք ի զորու են հաղթահարել ցանկացած դժվարություն։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ հույզեր արթնացրեց, եթե արցունքներ բերեց ձեր աչքերին կամ ջերմացրեց ձեր սրտերը, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ փոխակերպող պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային ոգու գեղեցկությունն ու ուժը։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, միշտ հիշեք. որտեղ կա իսկական սեր, այնտեղ կա հույս։ Եվ որտեղ կա հույս, հրաշքները տեղի են ունենում։